Համեստ ծագում ունեցող մի երիտասարդ աղջիկ արտասովոր հանգամանքներում փրկում է մի հզոր գործարարի կյանքը։ Քաջության այս արարքը ոչ միայն փոխում է նրա սեփական իրականությունը, այլ խորը հարցեր է արթնացնում արդարության սոցիալական պատկանելության մասին։ Այս անհավանական հանդիպումից սկսվում է հաղթահարումների վերափոխումների մի ճանապարհորդություն բացահայտելով գաղտնիքներ, որոնք ընդմիշտ կփոխեն բոլոր ներգրավվածների կյանքը։ Նախքան այս զարմանահրաշ պատմությունը լսելը, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին ավելի հուզիչ պատմությունների համար։ 17 տարեկանում Անին արդեն սովորել էր, որ անտեսանելի լինելը կարող է լինել անեծք օրհնություն։ Լինելով մի տնային տնտեսուհու դուստր, ով իր կյանքի ավելի քան 2 տասնամյակը նվիրել էր երկրի ամենաազդեցիկ ընտանիքներից մեկի խնամքին, նա մեծացել էր հեռվից դիտելով մի աշխարհ, որը թվում էր, թե գոյություն ունի իրեն զուգահեռ մի չափման մեջ։ Այն շքեղ առանձնատունը, որտեղ աշխատում էր նրա մայրը Անուշը, մարմարի, բյուրեղապակու շքեղության մի տիեզերք էր, որը կտրուկ հակասում էր կալվածքի հետնամասում գտնվող 2 սենյականոց փոքրիկ տանը, որտեղ նրանք երկուսով ապրում էին գրեթե ճգնավորական պարզությամբ։ Այս բոլոր տարիների ընթացքում Անին տեսնում էր մի կյանք, որը երբեք հնարավոր չէր պատկերացրել։ Անսահման լողավազաններ, որոնք արտացոլում էին երկինքը, շքեղ խնջույքներ հարյուրավոր նրբագեղ հագնված հյուրերով, թանկարժեք մեքենաներ, որոնք գալիս ու գնում էին այնպես, կարծես թանկարժեք խաղալիքներ լինեին, արտոնությունների մի առօրյա, որը թվում էր անվերջ։ Այնուամենայնիվ, նրա իրականությունը սահմանափակված էր մնում այդ փոքրիկ տարածքով, որտեղ նա մոր հետ կիսում էր նեղլիկ սենյակը, որտեղ շքեղությունը սահմանափակվում էր հին հեռուստացույցով, որտեղ երազանքները պետք է զգուշորեն չափավորվեին, որպեսզի չդառնային ցավոտ հիասթափություններ։ Անուշը միշտ եղել էր քչախոս, բայց անսասան արժանապատվությամբ կին։ Նա աշխատում էր այնպիսի նվիրումով, որը սահմանակցում էր պաշտամունքին արթնանալով լուսաբացից առաջ տուն վերադառնալով միայն այն ժամանակ, երբ առանձնատան վերջին լույսերը հանգչում էին։ Նա երբեք չէր դժգոհում, երբեք դառնություն չէր ցուցաբերում, բայց Անին մոր աչքերում նկատում էր մի լուր մելամաղձություն, որը խոսում էր հետաձգված երազանքների գործված հնարավորությունների մասին։ Կարծես Անուշը լուր դաշինք էր կնքել կյանքի հետ ընդունելով իր վիճակը կայունության դստերը մի բան առաջարկելու հնարավորության դիմաց, որն ինքը երբեք չէր ունեցել սովորելու հնարավորությունը։ Հանրակրթական դպրոցը, որտեղ հաճախում էր Անին, գտնվում էր կալվածքից գրեթե 2 ժամվա քայլքի հեռավորության վրա։ Ամեն օր նա 2 անգամ անցնում էր այդ ճանապարհը գրելով կարկատված պայուսակը փոխարված գրքերը, բայց նա գրելով մի վճռականություն, որն այրվում էր նրա կրծքում ինչպես անմար կրակ։ Նրա դասընկերները գալիս էին նմանատիպ իրականությունից, բայց քչերն ունեին գիտելիքի այն նույն ծարավը, որը գլանում էր նրան։ Նա գլանում էր ամեն էջը, յուրացնում ուսուցիչների ամեն բացատրությունը յուրաքանչյուր դասը վերածում մի գլուխկոտրուկի մասնիկի, որը մի օր, հույս ուներ, կբացահայտեր դեպի այլ կյանք տանող ճանապարհը։ Կեսօրից հետո, երբ ավարտում էր դպրոցական առաջադրանքները, Անին սովորաբար նստում էր իր տան փոքրիկ պատշգամբում դիտում առանձնատան շարժը։ Նա կարող էր տեսնել Արամ Ավետիսյանին բիզնես կայսրության տիրոջը, որը տարածվում էր տնտեսության տարբեր ոլորտներում, քայլելիս խնամված այգիներով, մինչ հեռախոսով խոսում էր միլիոններ արժեցող գործարքների մասին։ Նրա կինը Ռուզաննան շրջում էր լողավազանի մոտ նույնքան նրբագեղ ընկերուհիների հետ, իսկ դուստրը Գայանեն, որն Անից ընդամենը 2 տարով էր փոքր, հյուրեր էր ընդունում խնջույքների ժամանակ, որոնք թվում էր, թե դուրս են եկել նորաձության ամսագրերից։ Անին ամենից շատ հետաքրքրում էր ոչ թե հենց հարստությունը, այլ այն բնականությունը, որով այդ մարդիկ ապրում էին այդ աշխարհում։ Կարծես նրանք ծնվել էին արդեն իմանալով, թե ինչպես պետք է իրենց պահեն պաշտոնական ընթրիքների ժամանակ, ինչպես ընտրեն ճիշտ հագուստը, ինչպես խոսեն այնպիսի մարդու վստահությամբ, ով երբեք չի կասկածել աշխարհում իր տեղի վրա։ Նա, մյուս կողմից, իրեն զգում էր որպես հավերժական դիտորդ, մեկը, ով ուսումնասիրում էր մի տիեզերքի գոդերը, որին ինքը չէր պատկանում, բայց որը գաղտնի ցանկանում էր հասկանալ։ Այն հազվադեպ դեպքերում, երբ նրան պետք էր լինում անցնել առանձնատան այգիներով մորը ինչ-որ բան տանելու համար, Անին շարժվում էր ստվերի պես խուսափելով հայացքների բախումից աշխատելով ուշադրություն չգրավել։ Գայանեն նրա ընկերները տեսնում էին նրան, իհարկե, բայց կարծես նա բնապատկերի մի մասնիկը լիներ նույնքան անտեսանելի, որքան այգին զարդարող արձանները կամ ծաղկանոցները գեղեցկացնող ծաղիկները։ Այս անտեսանելիությունը ցավեցնում էր նրան, բայց նա տալիս էր եզակի հայացք այդ ընտանիքի վրա, որը, չիմանալով այդ մասին, մշտապես դիտարկվում ուսումնասիրվում էր հետաքրքրասեր ու խելացի աչքերի կողմից։ Անուշը հազվադեպ էր խոսում տերերի մասին, պահպանելով մասնագիտական զսպվածություն, որը սրբազան էր թվում։ Բայց երբեմն, լուր ընթրիքների ժամանակ, նա բաց էր թողնում մեկնաբանություններ, որոնք բացահայտում էին այն մարդկանց բարդությունը, որոնց Անին տեսնում էր միայն մագերեսորեն։ Նա պարզեց, որ Արամը տարիներ շարունակ լավ չէր քնում, տանջվելով բիզնես որոշումներից, որոնք ազդել էին հազարավոր աշխատագիտների վրա։ Ռուզաննան ժամեր էր անցկացնում հեռախոսով հոգեբանների հետ փորձելով հաղթահարել մի տագնապ, որը հարստությունը չէր կարողանում բուժել։ Իսկ Գայանեն, չնայած իր ողջ արերույթ կատարելությանը,
ապրում էր մշտական ճնշման տակ արդարացնելու մի ընտանիքի սպասելիքները, որը մարդկանց արժեքը չափում էր նրանց հաջողություններով ու նվաճումներով։ Այս բացահայտումները մարդկայնացնում էին այն կերպարներին, որոնց անին իր մտքում կառուցել էր որպես գրեթե առասպելական հերոսների։ Նա սկսեց հասկանալ, որ հարստությունը, թե առաջարկում էր հարմարավետություն հնարավորություններ, կախարդական լուծում չէր մարդկային գոյության հիմնարար խնդիրների համար։ Հարուստ մարդիկ նույնպես տառապում էին, նույնպես իրենց կորած էին զգում, նույնպես փնտրում էին նպատակ իմաստ։ Տարբերությունն այն էր, որ նրանց պայքարը տեղի էր ունենում ոսկեզոծ բեմերում, մինչդեռ իրենը ծավալվում էր շատ ավելի համեստ հարթակում։ Ձմեռային գիշերներին, երբ ցուրտը ներթափանցում էր իրենց տան բարակ պատերի միջով, անին սովորաբար երազում էր այն մասին, թե ինչպիսին կլիներ կյանքը այդ պատերից այն կողմ։ Ոչ թե պարտադիր հարստության համար, այլ պատկանելության զգացումի, հիմնական հաշիվների մասին չմտահոգվելու հնարավորության, ամբողջությամբ ուսման վրա կենտրոնանալու հնարավորության համար, առանց մորը տնային գործերում օգնելու կամ դպրոցի տրանսպորտի գումարի մասին անհանգստանալու։ Հունվարյան մի առանձնահատուկ ցուրտ գիշեր էր, երբ ճակատագիրը որոշեց խառնել բոլոր խաղաթղթերը։ Անուշը ծանր գրիպով հիվանդացել էր արդեն 3 օր անկողնում էր դողալով տենդից հազից։ Փոքրիկ տունը ջերուցում չուներ, ջերմության միակ աղբյուրը ինքնաշեն բուխարին էր, որն Անուշը կառուցել էր տարիներ առաջ օգտագործելով հին աղյուսներ։ Այն վարելու համար անհրաժեշտ էր փայտ բերել փոքրիկ անտառից, որը գտնվում էր կալվածքի սահմանին, որտեղ այգեպանները սովորաբար թափում էին չորացած ճյուղերն ու տերները։ Անին վարանում էր դուրս գալուց առաջ։ Գիշերային անտառը հաստատ հյուրընկալ վայր չէր։ Մայրը միշտ զգուշացրել էր նրան խուսափել այդ տարածքից մութն ընկնելուց հետո։ Բայց լսելով Անուշի հազն ու տեսնելով նրա դողը բավական եղավ, որ նա վերցնի հին լապտերը, հագնի իր ունեցած ամենատակ վերարկուն ուղղվի դեպի անտառ։ Մոր բարեկեցությունը միշտ լինելու էր նրա բացարձակ առաջնահերթությունը, անկախ նրանից, թե դա ինչ ռիսկեր կարող էր պարունակել։ Գիշերային անտառը ստվերների, շշուկների մի լաբիրինթոս էր։ Անին զգուշորեն քայլում էր ծառերի միջով, նրա լապտերի թույլ լույսը դողդոջուն շրջանակներ էր ստեղծում չորացած տերներով ծածկված գետնին։ Ցուրտը ներթափանցում էր նրա բարակ վերարկուի միջով։ Բայց նա կենտրոնացած էր մնում առաքելության վրա գտնել բավականաչափ փայտ Անուշին գիշերը տակ պահելու համար։ Ամեն քայլը հաշվարկված էր, ամեն շարժումը կշռադատված, քանի որ նա գիտեր, որ այնտեղ սայթաքելը կարող էր հանգեցնել վնասվածքների, որոնք բուժելու շքեղությունը նրանք պարզապես չունեին։ Անտառի լռությունը խախտվում էր միայն նրա քայլերի ձայնով տերների խշշոցով, երբ սառը քամին շարժվում էր ճյուղերի մեջ։ Անին սկսեց հավաքել ամենաչոր փայտի գտորները, զգուշորեն դասավորելով դրանք իր գրկում։ Նա կենտրոնացած էր գործի վրա, երբ բոլորովին անսպասելի մի ձայն կտրեց գիշերային լռությունը, մի թույլ ձայն, գրեթե հուսահատ շշուկ, որն օգնություն էր խնդրում։ Սկզբում նա կարծեց, թե դա իր երագայությունն է, իր իսկ վախերի արձագանքը պրոյեկտված մթության մեջ։ Բայց ձայնը կրկնվեց, հիմա ավելի հստակ, լի հրատապությամբ հուսահատությամբ։ Դա հաստատ մարդկային ձայն էր, այն գալիս էր անտառի ավելի խորքից, որտեղ ծառերն ավելի խիտ էին դառնում, իսկ մթությունը ավելի անթափանց։ Անին ցած դրեց հավաքած փայտը գնաց ձայնի ուղղությամբ։ Նրա սիրտը արագ էր բաբախում ոչ միայն ֆիզիկական ջիգից, այլ այն տագնապից, թե ինչ կարող էր գտնել։ Ձայնը շարունակում էր օգնության կանչել գնալով ավելի թուլանալով, կարծես ով էլ որ լիներ, արագորեն գործնում էր ուժերը։ Հենց այդ ժամանակ նրա լապտերի լույսը լուսավորեց մի տեսարան, որը նա երբեք չէր մոռանա իր ողջ կյանքում։ Մի բարձր ծառի ճյուղերից կախված, մագլցման պարաններով կաշկանդված, որոնք ակնհայտորեն խճճվել էին իջնելու փորձի ժամանակ, Արամ Ավետիսյանն էր։ Այն մագնատը, որին նա ամեն օր հեռվից դիտում էր, միշտ անթերի հագնված հեղինակություն ժառագող, հիմա գտնվում էր բացարձակ խոցելի վիճակում։ Նա գիտագից էր, բայց ակնհայտորեն վիրավոր։ Ոտքերից մեկը կախված էր տարօրինակ անկյան տակ, ինչը հուշում էր հնարավոր կոտրվածքի մասին, իսկ դեմքին արյուն կար հավանաբար ընկնելու ժամանակ ճյուղերից առաջացած քերծվածքների հետանքով։ Նրա հագուստը պատրված էր, նա դողում էր թե ցրտից, թե ցավից։ Երբ նրանց հայացքները հանդիպեցին, Անին այնտեղ տեսավ մի բան, որը երբեք նախկինում չէր տեսել անգեղծ վախ։ «Խնդրում եմ», շշնջաց նա խռպոտ ձայնով, «օգնություն է պետք։ Ժամեր շարունակ այստեղ եմ»։ Անին մի պահ քարացավ, փորձելով ընկալել այս անիրական իրավիճակը։ Իր ճանաչած ամենահզոր մարդը, մեկը, ում որոշումները ազդում էին հազարավոր կյանքերի վրա շարժում աներակայելի կարողություններ, այնտեղ կախված էր իրենից մի չունոր դեռահասից, որպեսզի ողջ մնա։ Կարծես բոլոր սոցիալական դերերը ժամանակավորապես դադարեցվել էին, թողնելով միայն երկու մարդու ծայրահեղ մարդկային իրավիճակում։ Առաջին արձագանքը խուճապն էր։ Ինչ կարող էր նա անել։ Նա չուներ փրկարարական սարքավորումներ, չուներ բջջային հեռախոս օգնություն կանչելու համար, չափազանց հեռու էր ցանկացած վայրից, որտեղ կարող էր արագ աջակցություն գտնել։ Բացի այդ, Արամը կախված էր զգալի բարձրության վրա, փրկության ցանկացած անփույթ փորձ կարող էր հանգեցնել վայր ընկնելուն,
ինչը կտրուկ կվատթարացներ նրա վնասվածքները։ Բայց մինչ նա դիտարկում էր իր սահմանափակ հնարավորությունները, Անին հասկացավ մի հիմնարար բան. նա չէր կարող պարզապես թողնել նրան այնտեղ։ Անկախ նրանից, թե ով էր նա, անկախ սոցիալական հեռավորությունից, որը սովորաբար բաժանում էր նրանց, այնտեղ վտանգի մեջ գտնվող մի մարդ էր, ով օգնության կարիք ուներ։ Եվ նա այդ պահին միակ մարդն էր, ով կարող էր այդ օգնությունը տրամադրել։ Տեսնում եմ, պատասխանեց նա փորձելով ձայնը հանգիստ պահել, չնայած երակներով հոսող ադրենալինին։ Գփորձեմ ձեզ հանել այդտեղից։ Արամը նրան նայեց հույսի թերահավատության խառնուրդով։ Ակնհայտ էր, որ նա կասկածում էր նիհար դեռահասի կարողությանը լուծելու մի իրավիճակ, որը կպահանջեր զգալի ֆիզիկական ու տեխնիկական գիտելիքներ։ Բայց նա այն վիճակում չէր, որ մերժեր օգնությունը, անկախ նրանից, թե ով էր այն առաջարկում։ Անին սկսեց մեթոդաբար գնահատել իրավիճակը։ Ծառը բարձր էր, բայց ոչ անհնարին մագլցելու համար։ Ճյուղերը թվում էին բավականաչափ ամուր իր քաշը պահելու համար։ Նա միշտ ճարպիկ էր եղել սովոր լինելով պատեր ու ծառեր մագլցել մանկության տարիներին, երբ խաղում էր կալվածքի շրջակայքում։ Հիմնական խնդիրը լինելու էր կտրել այն պարանները, որոնք Արամին կաշկանդված էին պահում, հետո օգնել նրան ապահով իջնել։ Նա հիշեց, որ միշտ իր հետ գրում էր մի փոքրիկ գրպանի դանակ հորից մնացած ժառանգություն, որն Անուշը նրան տվել էր տարիներ առաջ։ Դա պարզ գործիք էր, բայց սուր շեղբով, որը կարող էր օգտակար լինել պարանները կտրելու համար։ Մարտահրավերը նրան հասնելն էր առանց ընթացքում ծանր վնասվելու։ Ես կբարձրանամ ձեր մոտ, հայտարարեց նա լապտերը դնելով գրպանը այնպես, որ այն դեռ որոշակի լուսավորություն ապահովեր։ Ես դանակ ունեմ, որով կարող եմ կտրել այդ պարանները։ Շատ վտանգավոր է, թույլ առարկեց Արամը։ Դու կարող ես վնասվել։ Անին գրեթե ժպտաց այս հեգնանքից։ Ահա նա գետնից մետրերով բարձր կախված, տեսանելի վնասվածքներով, անհանգստանում էր իր անվտանգության համար։ Դա Արամ Ավետիսյանի մի կողմն էր, որի գոյության մասին նա երբեք չէր պատկերացրել մի մարդկայնություն, որը հակասում էր այն սառը հաշվենկատ կերպարին, որը նա միշտ կապել էր նրա հետ։ Ավելի վտանգավոր է ձեզ այստեղ թողնելը, պատասխանեց նա պրագմատիկորեն արդեն սկսելով բարձրանալ։ Մագլցումն ավելի դժվար էր, քան նա նախատեսել էր։ Ծառի գեղը գոշտ էր ամեն շարժման հետ կտրում էր նրա ձեռքերը։ Նրա մատները արագորեն արյունոտվեցին, նա զգում էր, թե ինչպես է արյունը հոսում դաստակներով։ Բացի այդ, ցուրտը դանդաղեցնում էր նրա շարժումները դարձնում դրանք պակաս ճշգրիտ, իսկ մթությունը խիստ սահմանափակում էր տեսողությունը ստիպելով հիմնականում վստահել շոշափելիքին։ Յուրաքանչյուր նվաճված մետրը փոքր, բայց նշանակալից հաղթանակ էր։ Արամը նրան հետում էր այնպիսի ուշադրությամբ, որը միախառնում էր հիացմունքն ու անհանգստությունը քաջալերանքի խոսքեր ասելով ամեն անգամ, երբ նա վարանում էր։ Այդ դերերի փոփոխության մեջ կար ինչ-որ խորապես անիրական բան։ Տերը կախված էր ծառայողից, հզորը փրկվում էր անտեսանելի կողմից։ Երբ նա վերջապես հասավ այն բարձրությանը, որտեղ Արամն էր, Անին կարողացավ ավելի լավ գնահատել իրավիճակը։ Պարանները բարդ կերպով խճճվել էին մի քանի ճյուղերի շուրջ ստեղծելով մի ցանց, որը դժվար կլիներ քանդել առանց համապատասխան գործիքների։ Միակ իրական լուծումը դրանք ռազմավարականորեն կտրելն էր։ Բայց դա պահանջում էր ծայրահեղ զգուշություն խուսափելու համար Արամի հանկարծակի վայր ընկնելուց։ Ես կկտրեմ պարանները հերթով, բացատրեց նա գրպանից հանելով դանակը։ Դուք պետք է ինձ ասեք, եթե լարվածության որե փոփոխություն զգաք։ Արամը գլխով արեց տպավորված դեռահասի մեթոդականությամբ։ Ակնհայտ էր, որ նա իմպրովիզացիա էր անում, բայց նրա մոտեցման մեջ կար գործնական խելացություն, որը մասամբ հանգստացնում էր նրան։ Անին սկսեց աշխատել զգուշորեն գտրելով յուրաքանչյուր թելը։ Դա դանդաղ մանրակրկիտ գործընթաց էր, քանի որ յուրաքանչյուր կտրվածք պետք է հաշվարկված լիներ, որպեսզի չխաթարվեր ամբողջի կայունությունը։ Նրա ձեռքերը փայտացել էին ցրտից ցավից, բայց նա պահպանում էր բացարձակ կենտրոնացումը գործի վրա։ Այն բանից հետո, ինչը հավերժություն թվաց, Արամը վերջապես ազատվեց պարանների խճճվածքից։ Անին օգնեց նրան ավելի լավ տեղավորվել ճյուղերի վրա, նրանք միասին սկսեցին վայրեջքը։ Դա ավելի նուրբ գործընթաց էր, քան բարձրանալը, քանի որ Արամը ակնհայտորեն վիրավոր էր դժվարանում էր ճարպիկ շարժվել։ Երբ նրանք վերջապես դիպան գետնին, երկուսն էլ հյուծված էին։ Արամը հազիվ էր կարողանում կանգնել առանց հենարանի, իսկ Անին տեսանելիորեն ցնցված էր փորձառության ֆիզիկական հուզական ջիգից։ Բայց նրանք հաջողել էին։ Հակառակ բոլոր կանխատեսումների 17-ամյա մի դեռահաս փրկել էր երկրի ամենահզոր մարդկանցից մեկին օգտագործելով միայն քաջություն, բանականություն մի հին գրպանի դանակ։ Վերադարձի ճանապարհը դեպի քաղաքակրթություն դիմացկունության մի փորձություն էր, որը ստուգեց երկուսի ֆիզիկական հուզական սահմանները։ Արամը ծանր հենվում էր Անիի ուսին, ամեն քայլը զգույշ բանակցություն էր շուտապույտ ապահով վայր հասնելու հրատապության վնասվածքները չսրելու անհրաժեշտության միջ։ Վիրավոր ոտքը ստիպում էր նրան նկատելիորեն գաղալ, աղջիկը զգում էր,
թե նա ինչպես է պայքարում ցույց չտալու համար իր ցավի ողջ աստիճանը։ Անին իր հերթին բացահայտեց ուժի պաշարներ, որոնց մասին նույնիսկ չգիտեր։ Չնայած իր փոքր նուրբ կազմվածքին, նա կարողացավ գրել Արամի քաշի զգալի մասը գրեթե 2 ժամ 10 քայլքի ընթացքում անտառով, ապա մութ ճանապարհով։ Նրա մեջքը ցավում էր, ձեռքերը դողում էին հոգնածությունից, բայց երկաթյա վճռականությունը նրան շարժման մեջ էր պահում։ Նա կյանք էր փրկում, դա այն ամենն էր, ինչ կարոր էր այդ պահին։ Քայլելիս նրանք փորձում էին զրուցել Արամին գիտագից արթուն պահելու համար։ Դա առաջին անգամն էր, որ Անին իրական շփում էր ունենում մագնատի հետ, բացահայտում նրա բնավորության գծեր, որոնք զարմացնում էին նրան։ Հերու կորպորատիվ շքեղությունից սոցիալական ձագանություններից Արամը բացահայտվեց որպես ավելի բարդ մարդկային անձնավորություն, քան նա պատկերացրել էր։ Ինչպես իմացար, որ ես այնտեղ եմ, հարցրեց նա հանգստի դադարներից մեկի ժամանակ։ Ես մորս համար փայտ էի հավաքում, պարզապես բացատրեց Անին։ Նա հիվանդ է, իսկ մեր տունը շատ ցուրտ է։ Բացատրության բարձությունը կարծես խորապես ազդեց Արամի վրա։ Նա նրան նայեց նոր հայացքով, կարծես նրան տեսնում էր առաջին անգամ իրապես տեսնում էր, ոչ թե որպես սոսկ մի երկրորդական կերպար իր կալվածքում։ Մայրդ Անուշն է, ասաց նա ոչ թե որպես հարց, այլ որպես փաստ։ Նա երկար տարիներ աշխատում է մեզ մոտ։ Ավելի քան 20, հաստատեց Անին օգնելով նրան վեր գնալ քայլքը շարունակելու համար։ Եվ դու մեծացել ես կալվածքում։ Կալվածքի հետնամասում, նրբանկատորեն ուղեց նա մի տարբերություն, որն Արամը անմիջապես հասկացավ։ Այս փոքրիկ երկխոսությունը բացահայտեց սոցիալական գիտակցության շերտեր, որոնք երկուսն էլ գրում էին։ Արամը գիտակցեց, թե գուցե առաջին անգամ կոնկրետ ձով, այն մարդկանց իրականությունը, ովքեր ապրում էին բառացիորեն իր ստվերում։ Անին, մյուս կողմից, պահպանեց իր արժանապատվությունը նույնիսկ մի իրավիճակում, երբ կարող էր հեշտությամբ զոհի դեր ստանձնել կամ փորձել խղճահարություն արթնացնել։ Երբ նրանք վերջապես հասան գլխավոր ճանապարհին, Անին փորձեց կանգնեցնել անցնող մեքենաները։ Ուշ գիշեր էր, երթևեկությունը նոսր էր, բայց նույնիսկ այն քիչ մեքենաները, որոնք հայտնվում էին, կարծես չէին ցանկանում կանգնել։ Անին արագ հասկացավ, որ իր արտաքինը պարզ հագուստ, խառնված մազեր, հողոտ ու արյունոտ ձեռքեր վստահություն չէր ներշնչում անցնող վարորդներին։ Նրանք չեն կանգնում, նկատեց նա աջող հիասթափությամբ։ Արամը, նույնիսկ վիրավոր տեսանելիորեն ցնցված, անմիջապես հասկացավ խնդիրը։ Իմ տեսքի պատճառով է, ասաց նա նայելով իր պատրված ու գեղտոտ հագուստին։ Իսկ դու նման չես մեկի, ում նրանք վստահելի կհամարեին։ Դա ցավոտ, բայց ազնիվ դիտարկում էր։ Սոցիալական իրականությունը պարտադրվում էր նույնիսկ արտակարգ իրավիճակում։ Արտաքինը կարոր էր, սոցիալական դասը կարոր էր, այդ տարբերությունները կարող էին բառացիորեն կյանքի կամ մահվան հարց լինել։ Միայն այն ժամանակ, երբ նրանց հաջողվեց հասնել քաղաքի ոստիկանական բաժանմունք, նրանք գտան անհրաժեշտ օգնությունը։ Անին գրեթե ուշագնաց էր լինում հոգնածությունից, երբ վերջապես բացեց հաստատության դռները դեռս հենարան լինելով Արամին։ Հերթապահ ոստիկանը սկզբում թերահավատություն ցուցաբերեց այն պատմության նկատմամբ, որը նա պատմում էր, բայց Արամ Ավետիսյանի ներկայությունը լիովին փոխեց իրավիճակի երանգը։ Այն, ինչ հաջորդեց, գործողությունների մի հորցանուտ էր։ Շտապօգնություն կանչվեց, հրատապ հեռախոսազանգեր կատարվեցին, վայրը արագորեն լցվեց բժիշկներով, անվտանգության աշխատակիցներով, օգնականներով։ Արամին տեղափոխեցին մայրաքաղաքի ամենաժամանակակից հիվանդանոցը, որտեղ մասնագետների մի ամբողջ խումբ էր սպասում նրան։ Անին, հյուծված դեռս շոկի մեջ, բազմիցս հարցաքննվեց փրկության մանրամասների մասին։ Բժշկական հետազոտությունների ժամանակ Արամը պնդեց, որ Անին նույնպես բուժօգնություն ցուցաբերվի։ Նրա ձեռքերը լուրջ վնասված էին ծառի գեղի կտրվածքներից, նա քերծվածքներ ուներ ծնկներին ու բազուկներին, ֆիզիկական հյուծվածության հստակ նշաններ էր ցույց տալիս։ Դա նրա կյանքում առաջին անգամն էր, որ նա ստանում էր բարձրակարգ բժշկական սպասարկում մի հեգնանք, որը չվրիպեց նրա ուշադրությունից։ Հիվանդանոցի սպասասրահում սպասելիս Անին ժամանակ ունեցավ իրապես գիտակցելու այն, ինչ տեղի էր ունեցել։ Նա փրկել էր Արամ Ավետիսյանի կյանքը։ Ոչ թե անձնական շահից դրդված, ոչ թե պարքի ակնկալիքով, այլ պարզապես այն պատճառով, որ դա ճիշտ արարք էր։ Դա մի որոշում էր, որն արտացոլում էր այն արժեքները, որոնք Անուշը սովորեցրել էր նրան տարիների ընթացքում՝ արժանապատվություն, կարեկցանք, բարոյական քաջություն։ Առաջին լրատվական հաղորդագրությունները սկսեցին հայտնվել դեռս լուսաբացին։ Արամի անհետացումը նկատվել էր, երբ նա նախորդ երեկոյան չէր ներկայացել կարոր հանդիպման, որոնողական խմբերն արդեն մոբիլիզացվել էին։ Լուրն այն մասին, որ նրան փրկել է մի դեռահաս աղջիկ տնային տնտեսուհու դուստրը, անմիջապես գրավեց լրատվամիջոցների ուշադրությունը։ Երբ Արամը լիովին վերականգնեց գիտակցությունը, կարողացավ ներկայացնել դեպքերի իր տարբերակը, նա հրապարակավ հաստատեց, որ իր կյանքով պարտական է Անի քաջությանը, խելացությանը։
Նա մանրամասն նկարագրեց, թե ինչպես էր աղջիկը վտանգել իր սեփական անվտանգությունը իրեն փրկելու համար մթության մեջ մագլցելով ծառը միայն մի գրպանի դանակով։ Նա չվարանեց, հայտարարեց Արամը հիվանդանոցում հավաքված լրագրողներին։ 17-ամյա մի աղջիկ արեց մի բան, որը շատ փորձառու մեծահասակներ անհնարին կհամարեին։ Նա ինձ փրկեց։ Պատմությունը տարածվեց կայծակնային արագությամբ։ Թերթերը, հեռուստաալիքները, լրատվական գայքերը խանդավառությամբ լուսաբանում էին դեպքը հիացած մի համեստ աղջկա հզոր պատմությամբ, ով դարձել էր անհավանական հերոսուհի։ Անին, ով իր ողջ կյանքն անցկացրել էր անտեսանելի լինելով, հանկարծ հայտնվեց համազգային ուշադրության կենտրոնում։ Նրա համար այս ողջ հանրայնացումը անհարմար էր անիրական։ Նա իրեն հերոս չէր զգում։ Նա պարզապես արել էր այն, ինչ ցանկացած բարեխիղճ մարդ կաներ նույն իրավիճակում։ Այն միտքը, որ կյանք փրկելը կարող էր համարվել արտասովոր, նրան շփոթեցնում էր մի փոքր անհանգստացնում։ Անուշը, դեռս տանը ապաքինվելով գրիպից, հետում էր լուրերին հպարտության մտահոգության խառնուրդով։ Հպարտություն դստեր քաջության բնավորության համար, բայց մտահոգություն նման մեծ հանրայնացման հնարավոր հետանքների համար։ Նա լավ գիտեր այն աշխարհը, որտեղ աշխատում էր, գիտեր, որ չափազանց մեծ ուշադրությունը միշտ չէ, որ օրհնություն էր։ Երբ Անին վերջապես վերադարձավ տուն հաջորդ առավոտյան, նա գտավ մորը արթուն իրեն սպասելիս։ Անուշը գրկեց նրան այնպիսի ուժգնությամբ, որը խոսում էր թեթացման, հպարտության անվերապահ սիրո մասին։ Դու ճիշտ ես վարվել, պարզապես ասաց Անուշը։ Միշտ ճիշտ վարվիր, անկախ հետանքներից։ Դա մի խորհուրդ էր, որը մարգարեական կլիներ, քանի որ քաջության այդ արարքի հետանքները շատ ավելի բարդ տական կլինեին, քան նրանցից որը մեկը կարող էր պատկերացնել այդ պահին։ Հաջորդող օրերին Անիի կյանքը լիովին փոխվեց։ Լրագրողները հայտնվում էին կալվածքում ցանկանալով հարցազրույց վերցնել նրանից։ Անծանոթները կանգնեցնում էին նրան փողոցում ողջունելու համար։ Նրա դպրոցը հատուկ հավաք կազմակերպեց նրան պատվելու համար։ Կարծես նա իր անանուն գոյությունից նետվել էր մի տեսակ փառքի մեջ, որը չգիտեր ինչպես կառավարել։ Արամը, մինչ ապաքինվում էր վնասվածքներից, ժամեր էր անցկացնում խորհելով պատահարի մասին։ Այդ փորձառությունը նրան բոլորովին նոր հայացք էր տվել իր սեփական կյանքի այն մարդկանց վերաբերյալ, ովքեր գոյություն ունեին իր շրջապատում առանց նրա իրական ուշադրության։ Նա սկսեց հարցականի տակ դնել իր կատարած ընտրությունները, իր աջակցած քաղաքականությունը այն ձը, որով կառուցել էր իր հարստությունը։ Դա մի վերափոխման սկիզբ էր, որը գազդեր ոչ միայն Անիի Արամի, այլ նրանց շրջապատող ողջ ընտանեկան սոցիալական դինամիկայի վրա։ Այն, ինչ սկսվել էր որպես փրկություն անտառում, բացահայտվում էր որպես կատալիզատոր շատ ավելի խորը բարդ փոփոխությունների համար, քան որը մեկը կարող էր կանխատեսել։ Պատահարից 2 շաբաթ անց Արամը կայացրեց մի որոշում, որը ցնցեց ոչ միայն նրա ընտանիքին, այլ ողջ հասարակությանը, որը հետում էր պատմության զարգացմանը։ Իր ընկերության կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, որ հրավիրում է Անին Անուշին ապրելու գլխավոր առանձնատանը, այլս ոչ թե որպես ծառայողի դուստր, այլ որպես ընտանիքի հատուկ հյուրեր։ Անին փրկեց իմ կյանքը, հայտարարեց Արամը տասնյակ լրագրողների տեսախցիկների առջ։ Նա ինձ մի բան սովորեցրեց քաջության մարդկայնության մասին, որը ես մոռացել էի տարիների ընթացքում։ Ժամանակն է, որ մեր ընտանիքը պատշաճ կերպով ճանաչի ոչ միայն նրա հերոսությունը, այլ այն մարդկանց արժանապատվությունն ու արժեքը, ովքեր այսքան ժամանակ եղել են մեր կողքին։ Հայտարարությունը առաջացրեց ուժգին հակասական արձագանքներ։ Հանրային կարծիքի մի մասը ողջունեց այդ քայլը որպես երախտագիտության սոցիալական գիտակցության օրինակ։ Մյուսները քննադատեցին այն որպես հովանավորչական մագերեսային վերաբերմունք պնդելով, որ անհատական քայլերը չեն լուծում կառուցվածքային խնդիրները։ Հենց Ավետիսյանների ընտանիքի ներսում արձագանքները շատ ավելի բարդ լարված էին։ Ռուզաննան Արամի գինը լուրն ընդունեց մագերեսային նրբանկատությամբ, որը հազիվ էր թաքցնում նրա մտահոգությունը։ 20 տարվա ամուսնության ընթացքում նա սովորել էր կառավարել ամուսնու իմպուլսիվ որոշումները, բայց սա առանձնահատուկ խնդրահարույց էր թվում։ Ոչ թե այն պատճառով, որ նա անձնապես ինչ-որ բան ուներ Անիի դեմ, այլ որովհետև հասկանում էր ընտանեկան դինամիկայի նման կտրուկ փոփոխության սոցիալական հետանքները։ Սիրելիս, ասաց նա Արամին մասնավոր զրույցի ժամանակ, ես հասկանում եմ քո երախտագիտությունը, իրոք հասկանում եմ, բայց մտածել ես հետանքների մասին։ Նրա համար, մեզ համար, Գայանեի համար։ Արամը, որը դեռս ձեռնափայտ էր օգտագործում ոտքի վնասվածքի պատճառով, խորհեց կնոջ հարցի շուրջ։ Ռուզաննա, ես գրեթե մահացել էի այդ անտառում։ 17-ամյա մի աղջիկ վտանգեց իր կյանքը ինձ փրկելու համար։ Եթե դա արժանի չէ մեր երախտագիտությանն ու հարգանքին, ապա մենք ինչ տեսակ մարդիկ ենք։ Հարցը երախտագիտությունը չէ, համբերատար պատասխանեց Ռուզաննան։ Հարցը գործնականությունն է։ Անին մեծացել է մի աշխարհում, որը լիովին տարբերվում է մերից։ Գայանեն մեծացել է մեր աշխարհում։
Նրանց նույն տարածքում դնելը կարող է ստեղծել լարվածություն, որը կվնասի երկուսին էլ։ Դա հիմնավոր մտահոգություն էր, թե Ռուզաննան ամբողջությամբ չէր արտահայտում իր ավելի խորը տագնապները։ Ճշմարտությունն այն էր, որ նա վախենում էր, որ Անիի ներկայությունը հակադրության միջոցով կընդգծեր իր իսկ դստեր որոշ պակաս հիացական հատկանիշները։ Գայանեն, չնայած բոլոր արտոնություններին, երբեք չէր ցուցաբերել այն քաջությունը, վճռականությունը կամ սոցիալական գիտակցությունը, որոնք Անին կարծես բնականորեն ուներ։ Գայանեն իր հերթին լուրն ընդունեց խորապես հակասական զգացմունքներով։ 15 տարեկանում նա կյանքի մի փուլում էր, որտեղ ինքնությունը պատկանելությունը կենտրոնական հարցեր էին։ Իր տունը, ընտանիքը սոցիալական դիրքը կիսելու միտքը մեկի հետ, ով մինչ այդ գրեթե անտեսանելի էր եղել, ստեղծում էր մի տագնապ, որը նա չգիտեր ինչպես պատշաճ կերպով արտահայտել։ Ինչո՞վ պետք է նա այստեղ ապրի, հարցրեց Գայանեն հորը լարված ընտանեկան ընթրիքի ժամանակ։ Չես կարող նրան գումար տալ, տուն գնել, վճարել ուսման համար։ Ինչո՞վ պետք է մեզ հետ ապրի։ Արամը նայեց դստերը մի հայացքով, որը միախառնում էր համբերություն ու հիասթափությունը։ Գայանե, Անին փրկել է իմ կյանքը։ Նա մի արտասովոր աղջիկ է, ով արժանի է մեր ընկերությանն ու հարգանքին, ոչ թե պարզապես մեր բարեգործությանը։ Բայց տարօրինակ կլինի, պնդեց Գայանեն։ Նա չի ճանաչում մեր ընկերներին, չի հասկանում մեր կյանքը։ Նա իրեն օտար կզգա, իսկ մենք անհարմար։ Դա մի փաստարկ էր, որը բացահայտում էր թե Գայանեի դեռահասական անապահովությունը, թե դասակարգային տարբերությունների կոնկրետ իրականությունը։ Նա պարտադիր չէր, որ սխալ լիներ իր դիտարկումներում, բայց նրա մոտեցումը վկայում էր մարդկային հարաբերությունների անձնական արժեքի վերաբերյալ սահմանափակ հայացքի մասին։ Անուշը հրավերին արձագանքեց մի զգուշավորությամբ, որը զարմացրեց նույնիսկ Անիին։ Այս բոլոր տարիներին աշխատելով Ավետիսյանների ընտանիքի համար, նա զարգացրել էր սուր ընկալում տերերի ծառայողների միջ հարաբերությունների բարդության վերաբերյալ։ Նա գիտեր, որ բարի մտադրությամբ կատարված քայլերը կարող էին ունենալ անկանխատեսելի հետանքներ։ Աղջիկս, ասաց Անուշը Անիին, երբ նրանք քննարկում էին առաջարկը, երախտագիտությունը գեղեցիկ բան է, բայց այն կարող է նաբեր լինել։ Մարդիկ կարող են սպասել, որ դու քեզ որոշակի ձով պահես արդարացնելու համար նրանց առատաձեռնությունը։ Անին երկու քարի արանքում էր։ Մի կողմից առանձնատանն ապրելու հնարավորությունը ներկայացնում էր հասանելիություն կրթական սոցիալական ռեսուրսներին, որոնք կարող էին լիովին վերափոխել նրա ապագան։ Մյուս կողմից նա բնազդաբար զգում էր, որ ընդունելը կարող էր բարդացնել հարաբերությունները, ստեղծել սպասելիքներ, որոնք նա չգիտեր կկարողանա։ Արդյոք բավարարել։ Ես սա չեմ խնդրել, ասաց նա մորը։ Ես միայն արել եմ այն, ինչ ճիշտ եմ համարել։ Եվ հենց դրա համար է նա հրավերը կատարել, պատասխանեց Անուշը։ Բայց հիմա դու պետք է որոշես ուզում ես ընդունել այն պատասխանատվությունները, որոնք գալիս են այդ ճանաչման հետ։ Մեկ շաբաթ շարունակ Անին կշռադատում էր որոշումը։ Նա մի քանի անգամ այցելեց առանձնատուն Արամի հետ զրուցելու այն մասին, թե կոնկրետ ինչ էր նշանակում հրավերը։ Արամը ազնիվ էր իր շարժարիտների հարցում։ Նա զգում էր, որ անտարի պատահարը արթնացում էր եղել իր համար, հնարավորություն վերագնահատելու իր առաջնահերթություններն ու արժեքները։ Ես չեմ փորձում փոխել քո կյանքը, բացատրեց Արամը այդ զրույցներից մեկի ժամանակ։ Ես փորձում եմ սովորել քո օրինակից։ Դու ինձ ցույց տվեցիր, որ իրական քաջությունը կապ չունի իշխանության կամ փողի հետ։ Այն կապ ունի բնավորության հետ։ Անին գնահատեց ազնվությունը, բայց նա նկատեց իրավիճակի բարդությունը։ Արամը նրա վրա պրոյեկտում էր գրեթե առասպելական հատկանիշներ վերաբերվելով նրան որպես մի տեսակ բարոյական գուրուի։ Դա ծանր պատասխանատվություն էր մի դեռահասի համար, ով պարզապես արել էր այն, ինչ ճիշտ էր համարել ծայրահեղ իրավիճակում։ Վերջապես, Անուշի հետ երկար զրույցներից անձնական խորհրդածություններից հետո, Անին որոշեց ընդունել հրավերը, բայց հատուկ պայմաններով։ Նա մայրը կտեղափոխվեին առանձնատուն, բայց կպահպանեին իրենց առանձին սենյակները որոշակի ֆինանսական անկախություն։ Անուշը կշարունակեր աշխատել, թե նվազեցված պարտականություններով, իսկ Անին հանձն կառներ պահպանել իր դպրոցական առաջադիմությունը կամավորական աշխատանքով նպաստել համայնքին։ Տեղափոխությունը տեղի ունեցավ սեպտեմբերյան մի կեսօր մի պարզությամբ, որը հակասում էր պահի հուզական բարդությանը։ Անին գրում էր ընդամենը 2 ճամպրուկ իր քիչ ունեցվածքով, մինչդեռ Անուշը բերում էր մի քանի բույսեր լուսանկարներ, որոնք ցանկացած վայր վերածում են տան։ Այն սենյակը, որն Անին ստացավ, ավելի մեծ էր, քան այն ամբողջ տունը, որտեղ նա ապրել էր 17 տարի։ Այն ուներ համայնապատկերային տեսարան դեպի այգիները, մի զգեստապահարան, որը չափազանց մեծ էր թվում նրա քիչ հագուստների համար, առանձին լոքասանյակ մի լոքարանով, որտեղ կարող էր տեղավորվել 3 մարդ։ Դա շքեղ էր այն ամենից անդին, ինչ նա երբե պատկերացրել էր, բայց նա ստիպում էր նրան իրեն զգալ որպես ներխուժող մի աշխարհում, որն իրենը չէր։ Առաջին շաբաթների ընթացքում համագեցությունը նշանավորվեց արհեստական քաղաքավարությամբ,
որը բոլորին անհարմարության մեջ էր թողնում։ Գայանեն պահպանում էր մագերեսային սիրալիրություն, բայց խուսափում էր ավելի խորը շփումներից։ Ռուզաննան ջանքեր էր գործադրում Անին ներառել ընտանեկան գործողություններում, բայց ակնհայտ էր, որ նրանք չգիտեին ինչպես բնականորեն հարաբերվել։ Արամը, դեռս ապաքինվելով վնասվածքներից, զգալի ժամանակ էր հատկացնում Անի հետ զրույցներին, բայց երբեմն թվում էր, թե նրան վերաբերվում էր ավելի շատ որպես ուսումնասիրության առարկայի, քան որպես անձնավորության։ Իրական լարվածությունը սկսվեց, երբ Անին ընդունվեց այն մասնավոր դպրոցը, որտեղ հաճախում էր Գայանեն։ Դա մի էլիտար հաստատություն էր, որտեղ սովորում էին տարածաշրջանի ամենաազդեցիկ ընտանիքների երեխաները։ Գայանեի համար, ով իր սոցիալական ինքնությունը կառուցել էր այդ միջավայրում, Անիի հայտնվելը ներկայացնում էր մի բարդություն, որը նա չգիտեր ինչպես կառավարել։ Դասընկերները Անին արձագանքեցին հետաքրքրասիրության նախապաշարմունքի խառնուրդով։ Ոմանք նրան տեսնում էին որպես փոքր աստղի իր հերոսության լրատվական լուսաբանման պատճառով։ Մյուսները նրան ընկալում էին որպես ներխուժողի, ով հասանելիություն էր ստացել մի աշխարհի, որին օրինականորեն չէր պատկանում։ Քչերն էին նրան տեսնում պարզապես որպես մի նոր դասընկերոջ, ով արժանի էր ճանաչվելու իր սեփական արժանինքների համար։ Անին իր հերթին պարզեց, որ էլիտար դպրոցի սոցիալական դինամիկայում կողմնորոշվելը գրեթե նույնքան դժվար էր, որքան մթության մեջ ծառ մագլցելը։ Չգրված կոդերը, նուրբ հիերարխիաները, վարքագծային սպասելիքները մի լեզու էին, որը նա նոր էր սկսում սովորել։ Նրա խելացությունն ու վճռականությունը օգնում էին նրան ուսումնական առումով, բայց սոցիալապես նա իրեն մշտապես զգում էր այնպես, կարծես անկայուն հողի վրա էր քայլում։ Դա մի փուլի սկիզբ էր, որը կփորձեր ոչ միայն նրա հարմարվելու կարողությունը, այլ նրա հիմնարար ինքնությունը, անձնական արժեքները։ Հաջորդող ամիսները բերեցին մի շարք բացահայտումներ, լարվածություններ, որոնք ոչոք չէր նախատեսել։ Անիի հարմարումը նոր իրականությանը ավելի բարդ էր դառնում, քան որը մեկը պատկերացրել էր, հատկապես այն պատճառով, որ նա հրաժարվում էր պարզապես ընդունել այն пассив դերը, որը շատերը սպասում էին իրենից։ Փոխանակ լրելիայն հարմարվելու իր նոր դիրքին, նա սկսեց հարցականի տակ դնել մարտահրավեր նետել այն աշխարհի ասպեկտներին, որտեղ հիմա ապրում էր։ Առաջին մեծ բախումը տեղի ունեցավ բարեգործական ընթրիքի ժամանակ, որն ընտանիքը կազմակերպում էր ամեն տարի։ Դա հեղինակավոր միջոցառում էր, որտեղ տարածաշրջանի էլիտան հավաքվում էր տեղական բարեգործական կազմակերպությունների համար միջոցներ հայթայթելու նպատակով։ Անին առաջին անգամ ներգրավվեց նախապատրաստական աշխատանքներում։ Կազմակերպման վերաբերյալ նրա տեսակետը ցնցեց բոլորին։ «Չեմ հասկանում», ասաց նա պլանավորման հանդիպման ժամանակ։ «Դուք պատրաստվում եք ծախսել գրեթե նույնքան գումար, որքան նախատեսում եք հավաքել միայն ձավորման, սննդի ժամանցի վրա։ Ինչո՞ւ այդ գումարը ուղղակիորեն չնվիրաբերել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն»։ Ռուզաննան, Գայանեն անհանգիստ հայացքներ փոխանագեցին։ Այս հարցը դիպչում էր մի հիմնարար հակասության, որը նրանք նախընտրում էին շատ մոտիկից չուսումնասիրել։ «Սիրելիս», համբերատար բացատրեց Ռուզաննան, «այս միջոցառումները կարևոր են, որովհետև դրանք իրազեկվածություն են ստեղծում։ Մարդիկ պետք է իրենց ներգրավված ոգեշնչված զգան ներդրում կատարելու համար»։ «Բայց ով է շահում այդ ոգեշնչումից», պնդեց Անին։ «Այն մարդիկ, ովքեր օգնություն են ստանում, թե՞ այն մարդիկ, ովքեր այն առաջարկում են»։ Դա մի սուր հարց էր, որը բացահայտում էր խորը ընկալում էլիտար բարեգործության հետում կանգնած շարժարիտների մասին։ Արամը, հետելով քննարկմանը, սկսեց գիտակցել, որ Անին ձագերպում էր քննադատություններ, որոնք ինքն էլ էր կանխազգում, բայց երբեք չէր բարձրաձայնել։ Դպրոցում Անին բախվում էր տարբեր, բայց նույնքան բացահայտող մարտահրավերների։ Նրա ուսումնական արդյունքները բացառիկ էին գերազանցելով նույնիսկ այն ուսանողներին, ովքեր մանկուց կրթական առավելություններ էին ունեցել։ Դա հետաքրքիր դինամիկա էր ստեղծում Գայանեի հետ նրա հարաբերություններում, ով միշտ համարվել էր տաղանդավոր աշակերտուհի, բայց հիմա իրեն գերազանցված էր տեսնում մեկի կողմից, ով եկել էր ենթադրյալ թերություններով։ Նա միշտ սովորում է, բողոքեց Գայանեն մորը մի քանի առարկաներից Անից ավելի ցածր գնահատականներ ստանալուց հետո։ Կարծես սոցիալական կյանք չունենա։ Գուցե դու էլ պետք է ավելի շատ սովորես, նրբանկատորեն առաջարկեց Ռուզաննան։ Միայն դա չէ, պնդեց Գայանեն։ Կարծես նա անընդհատ ուզում է ինչ-որ բան ապացուցել։ Դա հոգնեցուցիչ է։ Դա մի դիտարկում էր, որը պարունակում էր ցավոտ ճշմարտություն։ Անին իրոք զգում էր, որ պետք է մշտապես ապացուցի, որ արժանի է այնտեղ լինելու։ Յուրաքանչյուր բարձր գնահատական, յուրաքանչյուր փայլուն մասնակցություն դասին, յուրաքանչյուր բարի արարք մի միջոց էր արդարացնելու իր ներկայությունը մի աշխարհում, որը դեռ նրան լիովին չէր ընդունել։ Լարվածությունը հասավ կրիտիկական կետի, երբ Տիգրան Մանուկյանը, դպրոցի ամենահայտնի տղաներից մեկը, Գայանեի համակրանքի առարկան, սկսեց հետաքրքրություն ցուցաբերել Անիի նկատմամբ։ Տիգրանը գալիս էր արդյունաբերական ոլորտի ազդեցիկ ընտանիքից, միշտ եղել էր Գայանեի սոցիալական շրջապատի մաս։
Նրա հետաքրքրությունը Անի նկատմամբ ոչ միայն անձնական էր, այլ ինտելեկտուալ, նա տպավորված էր սոցիալական տնտեսական հարցերի վերաբերյալ աղջկա տեսակետներով, որոնք ստիպում էին իրեն հարցականի տակ դնել սեփական ենթադրությունները։ Նա տարբերվում է, խոստովանեց Տիգրանը մի ընկերոջ չնկատելով, որ Գայանեն լսում է։ Նա միայն ուսումնական առումով խելացի չէ։ Նա հասկանում է իրական աշխարհի մասին բաներ, որոնք մեզնից շատերը երբեք կարիք չեն ունեցել հաշվի առնելու։ Գայանեի համար դա կրկնագի դավաճանություն էր։ Նա ոչ միայն գործնում էր Տիգրանի ուշադրությունը, այլ գործնում էր այն մեկի պատճառով, ում համարում էր ներխուժող իր տարածքում։ Մրցակցությունը, որը ամիսներ շարունակ զսպված էր եղել, վերջապես պայթեց Մանուկյանների տանը կազմակերպված խնջույքի ժամանակ, որտեղ էլիտայի մի քանի ընտանիքներ հավաքվել էին տոնելու ընտանիքի նահապետի Վարդան Մանուկյանի տարեդարձը։ Խնջույքի ժամանակ Անին ներկայացվեց տարբեր գործարարների ազդեցիկ անձանց։ Նրա խելացությունն ու խորաթափանցությունը ուշադրություն գրավեցին, բայց նա ստեղծեցին անհարմար իրավիճակներ, երբ նա հարցականի տակ դրեց կորպորատիվ գործելակերպը կամ սոցիալական քաղաքականությունը, որոնք ներկաները անվիճելի էին համարում։ Այս երիտասարդ աղջիկը շատ հաստատուն կարծիքներ ունի այսքան ջահել տարիքի համար, լրելիայն մեկնաբանեց գործարարներից մեկի կինը Ռուզաննային։ Եվ դրանցից մի քանիսը հետաքրքիր են։ Մեկնաբանությունը լի էր ենթատեքստով։ Հետաքրքիր էվֆեմիզմ էր խնդրահարույց կամ սադրիչ բառերի համար։ Անին պիտակավորվում էր որպես մեկը, ով կարող էր խնդիրներ ստեղծել ստատուս քվոյի համար, որը պահպանելու համար այդ ընտանիքները աշխատում էին։ Իրավիճակն ավելի բարդացավ, երբ Պետրոս Սարգսյանը մի երիտասարդ փաստաբան, ով աշխատում էր մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հգում, հայտնվեց խնջույքին որպես Քարամյանների ընտանիքի դուստրերից մեկի ուղեկից։ Պետրոսը անմիջապես հետաքրքրվեց Անիի գաղափարներով, սկսեց խորացված զրույց սոցիալական արդարության կորպորատիվ պատասխանատվության մասին։ Երբ է մտածել ես իրավաբանություն սովորելու մասին, հարցրեց Պետրոսը Անիին։ Սոցիալական հարցերի վերաբերյալ քո պատկերացումները շատ ավելի հասուն են, քան իմ ճանաչած համալսարանականների մեծ մասինը։ Պետրոսի Անիի զրույցը տեց երեկոյի մեծ մասը Գայանեին թողնելով գնալով ավելի հիասթափված վիճակում։ Ոչ միայն Տիգրանն էր հետաքրքրություն ցուցաբերում Անիի նկատմամբ, այլ հիմա մի գրավիչ հաջողակ երիտասարդ մասնագետ նույնպես նրան համարում էր հիանալի։ Նա ցուցադրվում է, շնջաց Գայանեն մի ընկերուհու։ Ձացնում է, թե ավելի խելացի է, քան իրականում գա մեծահասակների վրա տպավորություն թողնելու համար։ Բայց ճշմարտությունն այն էր, որ Անին ոչինչ չէր ձացնում։ Նրա կյանքի փորձը նրան տվել էր եզակի հայացք անհավասարության արդարության վերաբերյալ, որը արձագանքում էր այն մարդկանց մոտ, ովքեր աշխատում էին հարակից ոլորտներում։ Նրա բնական խելքը, զուգորդված սուր սոցիալական գիտակցությամբ, ստեղծում էր մի համադրություն, որը շատերին անդիմադրելի էր թվում։ Բեկումնային պահը եղավ այն ժամանակ, երբ Արամը հայտարարեց, որ ստեղծում է հիմնադրամ ուղղված անապահով երիտասարդների կրթությանը, ցանկանում էր, որ Անին օգնի այն զարգացնել։ Դա հրապարակային ճանաչում էր այն բանի, որ նա արժորում էր աղջկա տեսակետները, ցանկանում էր դրանք ներառել իր բարեգործական նախագծերում։ Նա դեռ 18 տարեկան էլ չկա, բողոքեց Գայանեն բուրն ընտանեկան քննարկման ժամանակ։ Ինչպես կարող է պատասխանատու լինել հիմնադրամի համար։ Նա պատասխանատու չի լինի, պարզաբանեց Արամը։ Նա կլինի խորհրդատու առաջարկելով պատկերացումներ այն համայնքների իրական գարիքների մասին, որոնց մենք ցանկանում ենք ծառայել։ Բայց ինչու հենց նա, պնդեց Գայանեն։ Կան պրոֆեսիոնալ մանկավարժներ, սոցիալական աշխատողներ, իրական փորձ ունեցող մարդիկ։ Արամը նայեց դստերը մի հայացքով, որը միախառնում էր համբերություն ու հիասթափությունը։ Գայանե, Անին մեծացել է այն համայնքում, որին մենք ուզում ենք օգնել։ Նա հասկանում է այդ կարիքները այնպես, ինչպես ոչ մի պրոֆեսիոնալ չի կարող հասկանալ։ Բացի այդ, նա փրկել է իմ կյանքը։ Դա քեզ համար ոչինչ չի նշանակում։ Հարցը մնաց օդում կախված, ստեղծելով անհարմար լռություն։ Գայանեն հասկացավ, որ անցել է սահմանը, բայց նա զգում էր, որ իր դիրքը ընտանիքում վտանգված էր մի ձով, որի դեմ նա չէր կարողանում ուղղակիորեն պայքարել։ Անուշը, հետելով տանը ստեղծված աջող լարվածությանը, փորձեց խոսել Անիի հետ զարգացող բարդ ընտանեկան դինամիկայի մասին։ Աղջիկս, ասաց Անուշը մասնավոր զրույցի ժամանակ, դու պետք է զգույշ լինես։ Մարդիկ կարող են ընդունել քո ներկայությունը, բայց դա չի նշանակում, որ նրանք ընդունել են քո ազդեցությունը։ Բայց ես չեմ փորձում ազդեցություն ունենալ, բողոքեց Անին։ Ես պարզապես ինքս ինձ պես եմ պահում։ Եվ հենց դա է խնդիրը, իմաստնաբար պատասխանեց Անուշը։ Լինել ինքդ քեզ պես մի աշխարհում, որը սպասում է համագերբվածություն, կարող է մեկնաբանվել որպես սպառնալիք։ Դա մի խորը խորհուրդ էր, որը դիպչում էր այն հակամարտությունների սրտին, որոնց բախվում էր Անին։ Նրա իսկությունը, որը եղել էր նրա ամենամեծ ուժը, դառնում էր լարվածության աղբյուր մի միջավայրում, որտեղ արերույթ կողմերի հիերարխիաների պահպանումը հիմնարար էր։
Մինչդեռ Ռուզաննան սկսեց նկատել, որ խնդիրները միայն դեռահասական խանդի կամ համակեցության հարմարումների մասին չէին։ Անին իրապես մարտահրավեր էր նետում ընտանիքի կենսակերպի հիմքերին հարցականի տակ դնելով գործելակերպերն ու արժեքները, որոնք նրանք ընդունել էին առանց հարցականի տասնամյակներ շարունակ։ Արամ, ասաց նա ամուսնուն գիշերային զրույցի ժամանակ, դու գիտակցում ես, որ Անին մեր ընտանիք բերելը միայն երախտագիտության արարք չէր։ Դա մի որոշում էր, որը փոխում է այն, թե ովքեր ենք մենք որպես ընտանիք։ Արամը խորհեց կնոջ խոսքերի շուրջ։ Նա սկսում էր հասկանալ, որ անտարի փրկությունը եղել էր միայն սկիզբը շատ ավելի խորը բարդ վերափոխման, քան ինքը պատկերացրել էր։ Եվ այդ վերափոխումը ազդում էր ոչ միայն իր, այլ իրեն շրջապատող ողջ ընտանեկան սոցիալական դինամիկայի վրա։ Ճշմարտության պահը եկավ մի ձով, որը ոչոք չէր կարող կանխատեսել։ Դեկտեմբերյան մի գիշեր էր, անտարի փրկությունից գրեթե 1 տարի անց, երբ Անին պատահաբար հայտնաբերեց փաստաթղթեր, որոնք լիովին կփոխեին նրա պատկերացումը ողջ իրավիճակի մասին։ Նա օգնում էր Անուշին գարգավորել որոշ հին թղթեր աշխատասենյակում, երբ այլ փաստաթղթերի արանքում գտավ մի մոռացված թղթապանակ։ Սկզբում նա կարծեց, թե դրանք պարզապես աշխատանքային պայմանագրեր են կամ սովորական վարչական փաստաթղթեր։ Բայց թերթելով թղթերը նա գտավ մի բան, որը նրան լիովին ապշեցրեց՝ ծննդյան վկայականներ, բժշկական փաստաթղթեր նամակագրություն, որտեղ նշվում էր իր մոր անունը այնպիսի համատեքստերում, որոնք նա չէր կարողանում անմիջապես հասկանալ։ Մայրիկ, կանչեց Անին Անուշին, ով մեկ այլ բահարան էր կարգի բերում։ Ինչ են այս փաստաթղթերը։ Անուշը մոտեցավ, տեսնելով դստեր ձեռքի թղթերը, տեսանելիորեն գունատվեց։ Դա այն պահն էր, որից նա վախեցել էր այս բոլոր տարիների ընթացքում, այն բացահայտումը, որը գիտեր, որ մի օր պետք է աներ, բայց հույս ուներ, որ կկարողանա անորոշ ժամանակով հետաձգել։ Անի, ասաց Անուշը դողդոջուն ձայնով, կարծում եմ ժամանակն է, որ դու իմանաս ճշմարտությունը։ Ճշմարտությունը, որն Անուշը բացահայտեց այդ գիշեր, լիովին փոխեց Անիի պատկերացումը իր սեփական ինքնության վերջին ամիսների իրադարձությունների մասին։ Արամ Ավետիսյանը ոչ միայն իր մոր տերն էր, նա իր կենսաբանական հայրն էր։ Պատմությունը սկսվել էր 20 տարի առաջ, երբ Անուշը համեստ ընտանիքի երիտասարդ համալսարանական էր, ով կրթաթոշակ էր ստացել մայրաքաղաքում սովորելու համար։ Նա գես դրույքով աշխատում էր որպես քարտուղարուհի Արամի ընկերությունում ուսման ծախսերը հոգալու համար։ Արամը, այն ժամանակ Ռուզաննայի հետ նոր ամուսնացած հավակնոտ երիտասարդ գործարարը, հարաբերություններ սկսեց Անուշի հետ, որոնք տեցին գրեթե 2 տարի։ Ես սիրահարված էի, խոստովանեց Անուշը արցունքները դեմքով հոսելով։ Եվ հավատում էի, որ նա նույնն է զգում։ Բայց երբ իմացա, որ հղի եմ, ամեն ինչ փոխվեց։ Արամը կառուցում էր իր կարիերան, իր սոցիալական հեղինակությունը։ Սկանդալը կարող էր կործանել այն ամենը, ինչ նա աշխատել էր կառուցել։ Արամը գումար առաջարկեց, որպեսզի Անուշը ընդհատի հղիությունը կամ հեռանա։ Նա հրաժարվեց երկուսից էլ, բայց համաձայնեց գաղտնի պահել դա կայուն աշխատանքի երեխային մեծացնելու համար թաքնված ֆինանսական աջակցության դիմաց։ Դա մի համաձայնություն էր, որը թույլ էր տալիս Արամին պահպանել իր հեղինակությունը միաժամանակ առաջարկելով սահմանափակ պատասխանատվության ինչ-որց։ Նա գիտեր, շնջաց Անին փորձելով յուրացնել տեղեկությունը։ Այս բոլոր տարիների ընթացքում նա գիտեր, որ ես իր դուստրն եմ։ Այո, հաստատեց Անուշը։ Նա միշտ գիտեր։ Եվ ես էլ գիտեի, որ մի օր դու կբացահայտես դա։ Բայց հույս ունեի, որ դա կլինի այն ժամանակ, երբ դու ավելի մեծ կլինես, ավելի պատրաստ հասկանալու իրավիճակի բարդությունը։ Բացահայտումը բացատրում էր շատ բաներ, որոնք շփոթեցրել էին Անին։ Այն հատուկ ուշադրությունը, որ Արամը ցուցաբերել էր նրան փրկությունից հետո, նրան առանձնատուն բերելու պնդումը, հետաքրքրությունը նրա կարծիքների տեսակետների նկատմամբ։ Դա միայն երախտագիտություն չէր իր կյանքը փրկելու համար։ Դա մեղքի զգացում էր իր դստերը 17 տարի անտեսելու համար։ Բայց դա նա բացատրում էր Գայանեի թշնամանքը Ռուզաննայի տագնապը։ Ինտուիտիվ մակարդակում երկուսն էլ զգում էին, որ Անիի ներկայությունը ներկայացնում էր ավելին, քան պարզ երախտագիտություն կամ բարեգործություն։ Այն ներկայացնում էր մի ընտանեկան գաղտնիք, որը սպառնում էր իրենց կատարյալ ընտանիքի մասին խնամքով կառուցված պատմությանը։ Անին ողջ գիշերն անցկացրեց արթուն խորհելով բացահայտման հետանքների մասին։ Նրա ողջ կյանքը եղել էր մի սուտ։ Նրա անտեսանելիությունը պատահական չէր, այն միտումնավոր էր, մի միջոց պահպանելու մի գաղտնիք, որը պաշտպանում էր Արամի հեղինակությունը։ Նրա հերոսությունը անտառում ստանում էր այլ չափում, երբ հաշվի էր առնվում, որ նա փրկել էր սեփական հորը առանց այդ մասին իմանալու։ Հաջորդ առավոտյան Անին ուղղակիորեն առճակատվեց Արամի հետ։ Նա գտավ նրան աշխատասենյակում բիզնես փաստաթղթերը վերանայելիս, իր հայտնաբերած թղթերը դրեց նրա սեղանին։ Դուք գիտեիք, ասաց նա առանց նախաբանի։ Այս ողջ ընթացքում դուք գիտեիք, որ ես ձեր դուստրն եմ։ Արամը բարձրացրեց աչքերը փաստաթղթերից Անիի աչքերում տեսավ մի հասունություն ու վճռականություն, որոնք ստիպեցին նրան նահանջել։
Այս պահը անխուսափելի էր եղել այն օրվանից, երբ նա որոշել էր աղջկան առանձնատուն բերել։ Այո, պարզապես խոստովանեց նա։ Ես միշտ գիտեի։ Իսկ ինչո՞ւ երբեք ինձ չասացիք։ Ինչո՞ւ թույլ տվեցիք, որ ես ապրեմ որպես օտար իմ սեփական ընտանիքում։ Արամը վեր կացավ քայլեց դեպի պատուհանը նայելով այգիներին, որտեղ տեսել էր Անին մեծանալիս հեռվից այս բոլոր տարիների ընթացքում։ Որովհետ ես վախկոտ էի, վերջապես ասաց նա։ Որովհետ իմ հեղինակությունը իմ օրինական ընտանիքը պաշտպանելը ինձ համար ավելի կարևոր էր, քան քեզ համար պատասխանատվություն ստանձնելը։ Որովհետ ես կարծում էի, թե կարող եմ փոխհատուցել անտեսումը հեռվից կայունություն առաջարկելով։ Իսկ փրկությունը, հարցրեց Անին։ Դա ինչ-որ բան փոխեց։ Արամը շրջվեց դեպի նա, աղջիկը տեսավ արցունքներ նրա աչքերում։ Ամեն ինչ փոխեց, ասաց նա։ Երբ դու ինձ փրկեցիր այդ անտառում, ես հասկացա, որ իմ դուստրը դարձել է մի արտասովոր անձնավորություն չնայած իմ բացակայությանը, ոչ թե դրա շնորհիվ։ Դու ինձ ցույց տվեցիր մի քաջություն, որը ես երբեք չեմ ունեցել։ Ոչ միայն մթության մեջ ծառ մագլցելու համար, այլ արժանապատվությամբ ապրելու համար, նույնիսկ սեփական հոր կողմից մերժված լինելով։ Զրույցը տեց ժամեր, երբ Արամը վերջապես պատմեց իրադարձությունների իր տարբերակը, իսկ Անին տվեց այն հարցերը, որոնք պահել էր ողջ կյանքում առանց իմանալու։ Նա պարզեց, որ հայրը հեռվից հետել է իր դպրոցական առաջադիմությանը, որ նա լրելիայն ապահովել է, որ ինքը հանրակրթական դպրոցում ունենա լավագույն ուսուցիչները, որ նա տարիներ շարունակ պայքարել է մեղքի զգացման հետ։ Ինչո՞ւ հիմա, հարցրեց նա։ Ինչո՞ւ որոշեցիք փոխել ամեն ինչ հիմա։ Որովհետ կյանքը գրեթե գործնելը ստիպեց ինձ հասկանալ, որ ես կորցնում էի շատ ավելի արժեքավոր մի բան, պատասխանեց Արամը։ Ես կորցնում էի հնարավորությունը ճանաչելու իմ դստերը, նրանով բացահայտ հպարտանալու, նրա կյանքի մի մասը լինելու այնպիսի ձով, որը նշանակություն կունենար։ Բացահայտումը ցնցումներ առաջացրեց ողջ ընտանիքում։ Ռուզաննան, արձակատվելով ճշմարտության հետ, որը կասկածել էր, բայց երբեք չէր հաստատել, ստիպված էր գործ ունենալ ամուսնական դավաճանության այդ դավաճանության ապացույցի մշտական ներկայության հետ իր սեփական տանը։ Գայանեն պարզեց, որ այն անձնավորությունը, ում համարում էր ներխուժող, իրականում իր քույրն էր մեկը, ում հետ նա պետք է գիսեր ոչ միայն տունը, այլ ընտանեկան ինքնությունը։ Դու ինձ ստել ես, արձակատվեց Ռուզաննան Արամի հետ մասնավոր բուրն քննարկման ժամանակ։ Այս բոլոր տարիների ընթացքում թույլ ես տվել, որ ես քո դստերը վերաբերվեմ որպես ծառայողի։ Գիտեմ, խոստովանեց Արամը։ Եվ ես չեմ կարող դա հետ դարձնել, բայց կարող եմ փորձել ճիշտ վարվել այսուհետ։ Իսկ ո՞րն է ճիշտը, դառնությամբ հարցրեց Ռուզաննան։ Կործանել մեր ընտանիքը քո խիղճը փրկելու համար։ Դա արդարացի հարց էր, որը չուներ հեշտ պատասխան։ Արամը ստեղծել էր մի իրավիճակ, որտեղ Անի նկատմամբ ճիշտ վարվելը անխուսափելիորեն վիրավորում էր այլ մարդկանց, ովքեր նույնպես պահվել էին անտեղյակության մեջ։ Գայանեն, իր հերթին, պետք է լիովին վերագնահատեր իր հարաբերությունները Անիի հետ։ Խանդի մրցակցության բոլոր զգացմունքները ստանում էին նոր չափում, երբ դիտարկվում էին քուրության համատեքստում։ Նրա թշնամանքը ուղղված չէր եղել ներխուժողին, այլ հենց սեփական քրոջը։ Ես չգիտեի, ասաց Գայանեն Անին դժվար, բայց անհրաժեշտ զրույցի ժամանակ։ Եթե իմանայի, որ դու իմ քույրն ես։ Ինչ-որ բան կփոխվեր, հարցրեց Անին։ Դու ինձ ավելի լավ կվերաբերվեիր, որովհետ մենք նույն հայրն ունենք, թե։ Ինձ ավելի լավ կվերաբերվեիր, որովհետ ես մի մարդ եմ, ով արժանի է հարգանքի անկախ մեր ընտանեկան կապից։ Դա մի խորը հարց էր, որը ստիպեց Գայանեին քննել սեփական շարժարիտներն ու նախապաշարմունքները։ Ընտանեկան կապի բացահայտումը հնարավորություն էր տալիս վերակառուցելու իր հարաբերությունները Անիի հետ ավելի ազնիվ հավասար հիմքերի վրա։ Պետրոսը երիտասարդ փաստաբանը, ով հետաքրքրվել էր Անիով խնջույքի ժամանակ, ցնցվեց, երբ իմացավ բացահայտման մասին այն լուրերի միջոցով, որոնք արագորեն տարածվեցին էլիտար սոցիալական շրջանակներում։ Նրա հայացքը ողջ իրավիճակի վերաբերյալ կտրուկ փոխվեց, երբ նա հասկացավ տեղի ունեցածի իրավական սոցիալական հետանքները։ Սա փոխում է ամեն ինչ այն մասին, թե ինչպես եմ ես հասկանում քո պատմությունը, ասաց նա Անին պատահական հանդիպման ժամանակ։ Դու միայն մի քաջ երիտասարդ չէիր, ով փրկեց մի օտարի։ Դու մի անտեսված դուստր էիր, ով փրկեց իրեն մերժած հորը։ Բացահայտումը բացատրում էր նա Անիի բուրն արձագանքները ընտանիքի բարեգործական գործելակերպերին։ Նրա քննադատությունը գալիս էր ոչ միայն սոցիալական անհավասարության վերաբերյալ արտաքին հայացքից, այլ անձնական փորձից լինելով մերժված հենց այն արժեքների կողմից, որոնք ընտանիքը հրապարակավ հայտարարում էր պաշտպանել։ Անուշը, իր հերթին, ստիպված էր գործ ունենալ տասնամյակների գաղտնիքի հետանքների հետ։ Ոմանք քննադատեցին նրան Անին այսքան ժամանակ անտեղյակ պահելու համար, մյուսները շնորհավորեցին նրան դստերը մի ճշմարտությունից պաշտպանելու համար, որը կարող էր ավելի ցավոտ լինել մանկության տարիներին։ Ես արեցի այն, ինչն այն ժամանակ լավագույնն էի համարում, պաշտպանվեց Անուշը, երբ հարցրին իր ընտրությունների մասին։
Գուցե դա կատարյալ չէր, բայց արվել էր սիրով դստերս պաշտպանելու մտադրությամբ։ Քանի որ լուրը տարածվում էր, Անին ստիպված էր առերեսվել ոչ միայն իր ընտանիքի փոփոխություններին, այլ ընդհանուր հասարակության արձագանքներին։ Նրա հերոսության պատմությունը ստանում էր նոր չափում, երբ համատեքստավորվում էր անտեսված հայրությամբ ստեղծելով բանավեճեր ընտանեկան պատասխանատվության սոցիալական արդարության մասին, որոնք շատ ավելի հեռուն էին գնում, քան նրա անձնական իրավիճակը։ Ընտանեկան դինամիկան լիովին վերափոխած բացահայտումից 6 ամիս անց վերքերը դեռ բուժվում էին։ Բայց նոր ընտանեկան կառուցվածք էր ի հայտ գալիս։ Անին, որն այժմ պաշտոնապես ճանաչվել էր որպես Արամի դուստր, կայացրել էր մի զարմանալի որոշում, որը վկայում էր նրա հասունության անսասան սկզբունքների մասին։ Փոխանակ պարզապես ընդունելու իր դիրքը ընտանիքում վայելելու դրա հետ կապված արտոնությունները, Անին որոշեց օգտագործել իր նոր հարթակը իրական տական փոփոխություններ ստեղծելու համար։ Պետրոսի աջակցությամբ, ով դարձել էր ոչ միայն նրա համագրանքի առարկան, այլ ինտելեկտուալ գործընկերը, նա մշակեց մի հավակնոտ նախագիծ, որը համատեղում էր սոցիալական արդարությունը կորպորատիվ պատասխանատվության հետ։ Անի Ավետիսյան հիմնադրամը պարզապես ավանդական բարեգործական կազմակերպություն չէր։ Դա մի նախաձեռնություն էր, որը փորձում էր կառուցվածքային առումով վերափոխել անհավասարություն ստեղծող պայմանները առաջարկելով ոչ միայն օգնություն, այլ կայուն զարգացման հնարավորություններ խոցելի համայնքների համար։ Արամը զգալի ներդրումներ կատարեց նախագծում, տեսնելով դրանում մի միջոց հաշտվելու ոչ միայն Անի, այլ սոցիալական անտեսման իր սեփական անցյալի հետ։ Ես չեմ ուզում պարզապես ստանալ հնարավորություններ, որոնք ինձանից խլվել են, բացատրեց Անին հիմնադրամի պաշտոնական բացման ժամանակ։ Ես ուզում եմ երաշխավորել, որ այլ երեխաներ չանցնեն այն նույն մարտահրավերների միջով, որոնց ես եմ բախվել ոչ թե բարեգործության, այլ իրավունքի միջոցով։ Նախագիծը գրավեց համազգային միջազգային ուշադրություն ոչ միայն իր հավակնոտ շրջանագի, այլ այն ներշնչած անձնական պատմության պատճառով։ Անին դարձել էր հարգված հանրային դեմք մի երիտասարդ առաջնորդ, ով հեղինակությամբ էր խոսում սոցիալական անհավասարության մասին, որովհետև ինքն էր ապրել այդ իրականությունը։ Գայանեից ժամանակ պահանջվեց այս նոր ընտանեկան կառուցվածքում իր տեղը գտնելու համար։ Ամիսներ շարունակ նա պայքարում էր մեղքի զգացման դեմ քրոջը վատ վերաբերվելու համար, անապահովության դեմ ընտանիքում իր սեփական դերի վերաբերյալ։ Հենց Անիի հետ ազնիվ զրույցների ընտանեկան թերապիայի օգնությամբ նա կարողացավ սկսել վերակառուցել իր ինքնությունը։ Ես վախենում էի, խոստովանեց Գայանեն Անին այն զրույցներից մեկի ժամանակ, որը նրանց իրապես մոտեցրեց։ Վախենում էի, որ դու ամեն ինչում ինձնից լավը կլինես, վախենում էի, որ հայրիկը քեզ ավելի շատ կսիրի, վախենում էի գործնել իմ տեղը։ Դու երբեք չէիր գործնի քո տեղը, անկեղծորեն պատասխանեց Անին։ Բայց գուցե մենք կարողանայինք ստեղծել մի վայր, որտեղ երկուսս էլ կարող ենք իսկապես գոյություն ունենալ։ Այս զրույցը նշանավորեց նրանց միջ իրական քույրության սկիզբը։ Գայանեն սկսեց ներգրավվել հիմնադրամի նախագծերում պարզելով, որ տաղանդ ունի սոցիալական մոբիլիզացիայի միջոցառումների կազմակերպման հարցում։ Էլիտար շրջանակներում կողմնորոշվելու նրա փորձը արժեքավոր դարձավ Անիի նախաձեռնությունների համար աջակցություն ֆինանսավորում հայթայթելու հարցում։ Ռուզաննան բախվեց սեփական մարտահրավերներին ընդունելու համար նոր իրականությունը։ Արամի դավաճանությունը Անիի մշտական ներկայությունը որպես այդ դավաճանության հիշեցում, ստեղծեցին մի լարվածություն, որը ժամանակ պահանջեց հարթվելու համար։ Այնուամենայնիվ, աստիճանաբար նա սկսեց տեսնել Անիին ոչ թե որպես ամուսնու անհավատարմության խորհրդանիշ, այլ որպես մի արտասովոր աղջկա, ով արժանի էր սիրո ընդունման անկախ իր ծննդյան հանգամանքներից։ Դու պատասխանատու չես հոր սխալների համար, ասաց Ռուզաննան Անին մի զրույցի ժամանակ, որը նշանավորեց կարևոր հաշտեցում։ Եվ ես չեմ կարող պատժել քեզ որոշումների համար, որոնք կայացվել են նախքան քո ծնվելը։ Այս ընդունումը թույլ տվեց ընտանիքին զարգացնել ավելի առողջ ազնիվ դինամիկա։ Ռուզաննան դարձավ Անիի խորհրդատուն սոցիալական էթիկետի էլիտայի մեջ կողմնորոշվելու հարցերում, մինչդեռ Անին Ռուզաննային առաջարկեց սոցիալական պատասխանատվության վերաբերյալ տեսակետներ, որոնք վերափոխեցին բարեգործության նկատմամբ նրա սեփական մոտեցումը։ Արամը, իր հերթին, պետք է սովորեր լինել անկախ վճռական երիտասարդ կնոջ հայր։ Նա չէր կարող պարզապես ավանդական հայրական դեր ստանձնել մեկի նկատմամբ, ով մեծացել էր առանց իրեն, ով արդեն իսկ դրսորել էր նշանակալի ինքնավարություն, բարոյական դատողություն։ Ես կորցրել եմ 17 տարի, խոստովանեց Արամը Անուշին դժվար, բայց անհրաժեշտ զրույցի ժամանակ։ Ես չեմ կարող հետ բերել այդ ժամանակը, բայց կարող եմ փորձել աջակցել այն մարդուն, ով նա դարձել է։ Անուշը, վերջապես ազատվելով գաղտնիքը միայնակ գրելու բերից, խաղաղություն գտավ իրավիճակի հանգուցալուծման մեջ։ Նա տեսավ Անիի ձաղկումը այնպիսի ձեռով, որոնք երբեք հնարավոր չէր պատկերացրել, բայց նա հպարտանում էր իմանալով, որ մեծացրել է ամուր արժեքներով դուստր, ով չփչացավ հարստության արտոնությունների հետ առերեսվելիս։ Ես սովորեցի, որ հերոսությունը տեղի է ունենում ոչ միայն ճգնաժամի դրամատիկ պահերին, ասաց նա լսարանին։
Իրական հերոսությունը տեղի է ունենում ամեն օր, երբ մենք ընտրում ենք տեսնել գործել անարդարությունների դեմ, որոնք կարող ենք հեշտությամբ անտեսել, երբ ընտրում ենք կամուրջներ կառուցել պատերի փոխարեն, երբ ընտրում ենք օգտագործել մեր արտոնությունները ուրիշներին բարձրացնելու, այլ ոչ թե միայն մեզ համար։ Հիմնադրամը երկրաչափական պրոգրեսիայով աճեց ծրագրեր իրականացնելով տասնյակ համայնքներում, դառնալով մոդել նմանատիպ կազմակերպությունների համար։ Անին ընդունվեց մի քանի հեղինակավոր համալսարաններ լրիվ կրթաթոշակով որոշելով սովորել իրավագիտություն սոցիալական քաղաքականություն իր ազդեցությունն էլ ավելի ընդլայնելու համար։ Ավարտական երեկույթի ժամանակ, որն անցկացվում էր Ավետիսյանների առանձնատան այգիներում, ողջ ճանապարհը անտարի փրկությունից մինչ այդ պահը թվում էր գրեթե անիրական։ Անին, հագած նրբագեղ, բայց պարզ զգեստ, շրջում էր հյուրերի մեջ, որոնք ներառում էին թե իր նախկին համայնքի բնակիչներին, թե հասարակության ազդեցիկ դեմքերին։ Արամը դիտում էր դստերը հպարտության մելամաղձության խառնուրդով։ Հպարտություն այն ամենի համար, ինչ նա դարձել էր, մելամաղձություն գործված ժամանակի համար, որը երբեք չէր կարողանա հետ բերել։ Նա դարձավ այն ամենը, ինչ ես երբեք չեղա, մեկնաբանեց նա Անուշին խնջույքի ժամանակ։ Նա դարձավ այն ամենը, ինչի ներուժը միշտ ունեցել է, նրբանկատորեն ուղղեց Անուշը։ Դուք հնարավորություններ տվեցիք, բայց նրա բնավորությունը այլ տեղից է եկել։ Երբ երեգոն առաջանում էր, Անին խորհեց այն արտասովոր ճանապարհի մասին, որն անցել էր իր կյանքը։ Այն սկսվել էր որպես անտեսանելի մի աղջիկ, ով պարզապես արել էր այն, ինչ ճիշտ էր համարել արտակարգ իրավիճակում։ Այդ պարզ բարոյական ընտրությունը առաջացրել էր բացահայտումների վերափոխումների մի շարք, որոնք ազդել էին ոչ միայն իր սեփական կյանքի, այլ իր շրջապատի բոլոր մարդկանց կյանքի վրա։ Վերջին տեսարանը գտավ Անին կանգնած անտարի այն նույն վայրում, որտեղ նա գտել էր Արամին 1.5 տարի առաջ։ Պետրոսը նրա կողքին էր, նա ձեռքում պահում էր մի փոքրիկ հուշատախտակ, որը հիմնադրամը տեղադրում էր նշելու այն վայրը, որտեղ ամեն ինչ սկսվել էր։ Երբեմն ինքս ինձ հարցնում եմ, թե ինչ կլիներ, եթե ես այլ որոշում կայացնեի այդ գիշեր, ասաց Անին նայելով այն վայրին, որտեղ իր կյանքը ընդմիշտ փոխվել էր։ Դու չէիր կարող այլ որոշում կայացնել, պատասխանեց Պետրոսը։ Քո բնույթի մեջ չկա անտեսել մեկին, ով օգնության կարիք ունի։ Անին ժպտաց հասկանալով, որ նա ճիշտ է։ Այդ գիշերը անտառում գիտակցված ընտրության պահ չէր եղել այլընտրանքների միջ։ Դա եղել էր մի պահ, երբ նրա հիմնարար բնավորությունը ինքնաբերաբար դրսևորվել էր։ Եվ այն ամենը, ինչ հաջորդել էր, եղել էր բնական հետանքն այն բանի, թե ով էր ինքը միշտ եղել։ Երբ նրանք քայլում էին դեպի տուն, Անին գիտեր, որ իր ճանապարհը նոր է սկսվում։ Նա բացահայտել էր իր ընտանիքը, գտել էր իր նպատակը զարգացրել մի հարթակ աշխարհում իրական փոփոխություններ ստեղծելու համար։ Ավելի կարևոր է, որ նա սովորել էր, որ իրական պատկանելությունը չի գալիս ուրիշների կողմից ընդունված լինելուց, այլ սեփական արժեքներին հավատարիմ մնալուց անկախ հանգամանքներից։ Անի պատմությունը դարձել էր մի պատմություն քաջության մասին ոչ միայն այն դրամատիկ տեսակի, որը ցուցաբերվում է փրկության ժամանակ, այլ այն ամենօրյա տեսակի, որն անհրաժեշտ է իսկապես ապրելու արդարության համար, պայքարելու համար մի բարդ հաճախ անարդար աշխարհում։ 5 տարի էր անցել անտարի այդ վերափոխիչ գիշերից, Անի ընտրությունների ազդեցությունը շարունակում էր ընդլայնվել ինչպես ալիքները հանդարտ լճի վրա։ Այն աղջիկը, ով մի օր անտեսանելի էր եղել, այժմ պատրաստվում էր ավարտել իրավաբանական ֆակուլտետը երկրի ամենահեղինակավոր համալսարանում, բայց նրա իրական կրթությունը տեղի էր ունեցել շատ ավելի վաղ, քան նա ոտք կդներ որեձական լսարան։ Անի Ավետիսյան հիմնադրամը դարձել էր երկրի ամենահարգված արդյունավետ սոցիալական կազմակերպություններից մեկը։ Պետրոսի որպես իրավաբանական տնօրենի, Գայանեի որպես հասարակայնության հետ կապերի միջոցների հայթայթման կառավարչի մասնակցությամբ, նախաձեռնությունը վերափոխել էր ավելի քան 10,000 խոցելի երիտասարդների կյանքը։ Դա միայն թվերի հարց չէր, այլ իրապես վերափոխված կյանքերի, երազանքների, որոնք իրականություն էին դարձել, ընտանիքների, որոնք հույս էին գտել այնտեղ, որտեղ նախկինում միայն հուսահատություն էր։ Անուշը, որն այժմ պաշտոնապես հանդես էր գալիս որպես հիմնադրամի խորհրդատու, օգտագործում էր իր կյանքի փորձը առաջնորդելու այն մայրերին, ովքեր բախվում էին նմանատիպ մարտահրավերների, որոնք ինքը հաղթահարել էր տասնամյակներ առաջ։ Նրա լուր իմաստությունը, անսասան արժանապատվությունը դարձան կազմակերպության հիմնարար սյուները։ Նա գտել էր մի նպատակ, որը գնում էր ավելի հեռուն, քան պարզապես գոյատելն ու դստերը դժվարին հանգամանքներում մեծացնելը։ Երբեմն նայում եմ այս ամենին հազիվ եմ հավատում, խոստովանեց Անուշը Անին իրենց շաբաթական ջաշերից մեկի ժամանակ։ Ոչ միայն այն բանին, ինչին դու հասել ես, այլ այն բանին, ինչ դարձել է մեր ողջ ընտանիքը։ Արամը վերափոխվել էր մի ձով, որը զարմացնում էր նույնիսկ նրանց, ովքեր նրան ճանաչում էին տասնամյակներ շարունակ։ Հաշվենկատ գործարարը, ով առաջնահերթությունը տալիս էր շահույթին, էվոլյուցիա էր ապրել դեպի մի կորպորատիվ առաջնորդի, ով սոցիալական պատասխանատվությունը տեսնում էր ոչ թե որպես պարտավորություն, այլ որպես հնարավորություն։ Նրա ընկերությունները ներդրեցին աշխատանքային քաղաքականություն, որը օրինագելի դարձավ ողջ ոլորտի համար, առաջարկելով արժանապատիվ աշխատավարձեր,
Կրթական ծրագրեր աշխատագիտների նրանց ընտանիքների համար հետողական ներդրումներ համայնքային զարգացման մեջ։ Գործարար ամսագրերից մեկին տված հարցազրույցի ժամանակ Արամը խորհեց իր վերափոխման մասին։ Դուստրս ինձ սովորեցրեց, որ իրական հաջողությունը չի չափվում նրանով, ինչ մենք կուտակում ենք, այլ նրանով, ինչ մենք ստեղծում ենք ուրիշների համար։ Ինձնից 50 տարի պահանջվեց սովորելու մի դաս, որը նա կարծես բնազդաբար հասկանում էր 17 տարեկանում։ Ռուզաննան գտել էր փրկության իր սեփական ուղին սոցիալական աշխատանքի միջոցով։ Սկզբում մոտիվացված լինելով Անիի հիմնադրամին աջակցելու անհրաժեշտությամբ, նա բացահայտեց անգեղծ գիրք հոգեկան առողջության հարցերով պաշտպանության նկատմամբ։ Նրա անձնական փորձը տագնապի հետ այն ռեսուրսները, որոնք նրա սոցիալական դիրքը տրամադրում էր, ստեղծեցին հզոր համադրություն օգնելու այլ կանանց, ովքեր բախվում էին նմանատիպ դժվարությունների։ Ես տարիներ եմ անցկացրել ապրելով մի կյանք, որը դրսից կատարյալ էր թվում, բայց ներսից դատարկ էր, խոստովանեց Ռուզաննան հիմնադրամի միջոցառումներից մեկի ժամանակ։ Անին ինձ ցույց տվեց, որ իսկությունը ավելի արժեքավոր է, քան արերույթ կողմերը, որ խոցելիությունը կարող է լինել ուժի միծ։ Գայանեն զգալիորեն հասունացել էր վերածելով խանդի անապահովության իր սկզբնական փորձը արտոնության պատասխանատվության մասին խորը ընկալման։ 20 տարեկանում նա համալսարանում աչքի էր ընկնում ոչ միայն ուսումնական առումով, այլ որպես ուսանողական առաջնորդ սոցիալական արդարության հարցերում։ Անիի հետ նրա ընկերությունը վերածվել էր իրական գործընկերության, որտեղ յուրաքանչյուրը լրացնում էր մյուսի հմտությունները։ Ես սովորաբար կարծում էի, որ աշխարհում սահմանափակ տեղ կա արտասովոր մարդկանց համար, բացատրեց Գայանեն իր իսկ ավարտական երեկույթի ելույթի ժամանակ։ Քույրս ինձ սովորեցրեց, որ արտասովոր մարդիկ ավելի շատ տեղ են ստեղծում ուրիշների համար, նույնպես արտասովոր լինելու համար։ Պետրոսը ամուսնացել էր Անիի հետ մի պարզ, բայց հուզիչ արարողությամբ, որն անցկացվել էր հիմնադրամի այգիներում հարյուրավոր երիտասարդների ներկայությամբ, որոնց կյանքը վերափոխվել էր աղջկա աշխատանքի շնորհիվ։ Միջոցառումը կատարելապես խորհրդանշում էր զույգի արժեքները։ Նրբագեղություն առանց ցուցամոլության, տոնակատարություն կենտրոնացած համայնքի վրա, հույս ուղղված ապագային։ Տիգրան Մանուկյանը դարձել էր հարգված սոցիալական գործարար ոգեշնչված Ավետիսյանների ընտանիքի վերափոխման օրինակով։ Նրա սեփական ընկերությունը որդեգրել էր կայուն գործելակերպեր սոցիալական պատասխանատվության ծրագրեր, որոնք ազդել էին նրա ողջ ընտանիքի սոցիալական շրջապատի վրա։ Երբեմն նա խորում էր այն մասին, թե ինչպես դեռահասական հետաքրքրությունը մի դասընկերուհու նկատմամբ վերածվել էր արժեքների անձնական հեղափոխության։ Ավետիսյանների ընտանիքի կալվածքը մասնագիտորեն վերածվել էր երիտասարդ համայնքային առաջնորդների վերապատրաստման կենտրոնի։ Շքեղ այգիներում այժմ տեղակայված էին լսարաններ, որտեղ բոլոր սոցիալական ծագում ունեցող դեռահասները սովորում էին սոցիալական ձեռնարկատիրություն, մարդու իրավունքներ էթիկական առաջնորդություն։ Առանձնատունը շարունակում էր մնալ ընտանիքի տունը, բայց նա ծառայում էր որպես տարածք կրթական ծրագրերի համայնքային զարգացման միջոցառումների համար։ Անտարի այն վայրը, որտեղ Անին գտել էր Արամին, պահպանվել էր վերածվել մի փոքրիկ հուշահամալիրի ոչ թե հենց պատահարի, այլ այն արժեքների համար, որոնք այն ներկայացնում էր։ Բարոյական քաջություն, գործուն կարեկցանք ճգնաժամի պահերը աճի հնարավորությունների վերածելու մարդկային կարողություն։ Մի բարձ տախտակ նշում էր վայրը հիմնադրամի ոչ պաշտոնական գարգախոսով։ Միշտ ճիշտ վարվիր անկախ հետանքներից։ Իրավաբանական ֆակուլտետի ավարտական արարողության ժամանակ ողջ ճանապարհը Անտարի այդ ցուրտ գիշերից մինչ տոնակատարության այդ պահը թվում էր միաժամանակ անիրական անխուսափելի։ Անին ընդունվել էր ասպիրանտական ծրագրեր աշխարհի լավագույն համալսարաններում, բայց որոշել էր շարունակել իր ուսումը երկրում կենտրոնանալով սահմանադրական իրավունքի հանրային քաղաքականության վրա։ Իմ տեղը այստեղ է, բացատրեց նա իր որոշումը։ Ոչ թե այն պատճառով, որ համաշխարհային հավակնություններ չունեմ, այլ որովհետև հենց այստեղ կարող եմ կատարել ամենակոնկրետ տական փոփոխությունը։ Նրա ավարտական թեզը ընտանեկան ձեռնարկությունների սոցիալական պատասխանատվության կառուցվածքային վերափոխման մեջ բարեգործության դերի մասին հրապարակվեց դարձավ պարտադիր ընթերցանություն մի քանի համալսարանների գործարար իրավունքի դասընթացներում։ Դա պարզապես ակադեմիական աշխատանք չէր, այլ կյանքի փորձի վրա հիմնված խորը խորհրդածություն այն մասին, թե ինչպես հարստությունն ու իշխանությունը կարող են օգտագործվել դրական սոցիալական փոփոխություններ ստեղծելու համար։ Անուշը խնամքով պահել էր դստեր մասին թերթերի բոլոր քաղվածքները տարիների ընթացքում հերոսական փրկության մասին առաջին լուրերից մինչ Անիի ավարտականի ապագա ծրագրերի մասին վերջին հոդվածները։ Կարգավորման մի կեսօր նրանք միասին թերթեցին հիշողությունների այդ ինքնաշեն արխիվը։ Հիշում ես, երբ ինձ ասացիր, որ ես ճիշտ եմ վարվել Անտարում, հարցրեց Անին զննելով թերթի մի հին լուսանկար։ Հիշում եմ, պատասխանեց Անուշը։ Եվ շարունակում եմ հավատալ դրան։ Բայց դու գիտեիր այն հետանքների մասին, որոնք կգային։ Անուշը ժպտաց այն մարդու իմաստությամբ, ով բավականաչափ ապրել էր հասկանալու համար կյանքի անկանխատեսելիությունը։ Աղջիկս ճիշտ վարվելը երբեք հետանքների երաշխիքներ չունի։
բայց այն միշտ ունի երաշխիք, որ դու կկարողանաս խաղաղ ապրել ինքդ քեզ հետ։ Արամը, հեռվից հետելով զրույցին, խորհեց այն մասին, թե ինչպես էր փոխվել հետանքների հետ իր սեփական հարաբերությունը։ Տասնամյակներ շարունակ նա որոշումներ էր կայացրել հիմնվելով կանխատեսելի վերահսկելի արդյունքների վրա։ Անուշի հետ հարաբերությունները, Անին մերժելը, կասկածելի բիզնես ընտրությունները ամեն ինչ հաշվարկված էր եղել անձնական ռիսկերը նվազեցնելու օգուտները առավելագույնի հասցնելու համար։ Պահանջվեց գրեթե 50 տարի կյանքը գործնելու փորձառություն հասկանալու համար, որ լավագույն որոշումներից մի քանիսը նրանք են, որոնք կայացվում են առանց հաշվարկի հիմնված պարզապես ճիշտ վարվելու վրա։ Վերջին մեծ տոնակատարությունը տեղի ունեցավ հիմնադրամի 500-ամյակին մի միջոցառում, որը հավաքեց ոչ միայն ընտանիքին մտերիմ ընկերներին, այլ հարյուրավոր երիտասարդների, որոնց հետագիծը վերափոխվել էր կազմակերպության ծրագրերի շնորհիվ։ Դա կիսված պատմությունների, տոնված նվաճումների ապագայի համար նորացված երազանքների գիշեր էր։ Անին այժմ 22 տարեկան երիտասարդ փաստաբանը դիտում էր հավաքված բազմությունը այն այգիներում, որոնք մի օր ճանաչել էր միայն որպես հեռավոր դիտորդ։ Պետրոսը նրա կողքին էր քննարկելով հիմնադրամի իրավական ծրագրերն ընդլայնելու պլանները։ Գայանեն շրջում էր հյուրերի մեջ փաստագրելով պատմությունները տարեկան հաշվետվության համար, որը դարձել էր սպասված հրատարակություն ողջ երկրի սոցիալական կազմակերպությունների համար։ Արամը Ռուզաննան, այժմ իրապես միավորված ոչ միայն ամուսնությամբ, այլ ընդհանուր նպատակով, ընդունում էին հյուրերին մի հյուրընկալությամբ, որն արտացոլում էր անկեղծ ուրախություն ուրիշների նվաճումները տոնելիս։ Անուշը նրբագեղ հագնված, բայց պահպանելով իր բնորոշ պարզությունը, զրուցում էր այն մայրերի հետ, որոնց երեխաները մասնակցում էին ծրագրերին առաջարկելով այն տեսակ իմաստությունը, որը գալիս է միայն ապրած փորձից։ Տոնակատարության ժամանակ իր ելույթի ընթացքում Անին խորհեց այն արտասովոր ճանապարհի մասին, որը վերափոխել էր ոչ միայն իր սեփական կյանքը, այլ բոլոր ներգրավվածների համար ընտանիքի պատասխանատվության պատկանելության հիմնարար հասկացությունը։ Երբ երեխա էի, ես սովորաբար հեռվից նայում էի այս տանը պատկերացնում, թե ինչպիսին կլիներ դրա մի մասնիկը լինելը, ասաց Անին, նրա պարզ ձայնը տարածվում էր լուր բազմության վրա։ Երբեք չէի պատկերացնում, որ դրա մի մասնիկը լինելը կնշանակեր այն լիովին վերափոխել։ Ես սովորեցի, որ իրական պատկանելությունը չի գալիս արդեն գոյություն ունեցող տարածքներում ընդունված լինելուց, այլ այնպիսի տարածքներ ստեղծելուց, որտեղ բոլորը կարող են իսկապես պատկանել։ Նա դադար տվեց, նրա աչքերը հանդիպեցին իր ընտանիքի անդամների դեմքերին, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում էր աճի փրկության եզակի ճանապարհ։ Մայրս ինձ սովորեցրեց, որ մենք միշտ պետք է ճիշտ վարվենք անկախ հետանքներից։ Հայրս ինձ սովորեցրեց, որ երբեք ուշ չէ այլ ճանապարհ ընտրելու համար։ Քույրս ինձ սովորեցրեց, որ մրցակցությունը կարող է վերածվել գործընկերության, երբ մենք ընտրում ենք միասին աճել փոխանակ մրցելու։ Իսկ դուք բոլորդ, նա ժեստ արեց դեպի լսարանը, ինձ սովորեցրեցիք, որ իրական վերափոխումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մենք ընտրում ենք տեսնել հնարավորություններ այնտեղ, որտեղ ուրիշները միայն խնդիրներ են տեսնում։ Պետրոսը լրելիայն սեղմեց նրա ձեռքը, մի ժեստ, որը չվրիպեց Անուշի ուշադրությունից, ով ժպտաց տեսնելով իր դստերը սիրով նպատակով շրջապատված։ Արամը, արցունքներն աչքերին, վերջապես հասկացավ, որ այն երախտագիտությունը, որը զգում էր Անիի նկատմամբ, շատ ավելի հեռուն էր գնում, քան այն փաստը, որ նա փրկել էր իր կյանքը այդ անտառում։ Նա փրկել էր իր հոգին, իր ընտանիքը, իր հիմնարար ընկալումն այն մասին, թե ինչն է իրականում գարոր կյանքում։ Այն, ինչ սկսվեց որպես կարեկցանքի բնազդային արարք մի ցուրտ գիշեր, դարձավ վերափոխման մի ցանց, որը շարունակում է ընդլայնվել, շարունակեց Անին։ Եվ դա ինձ սովորեցնում է, որ յուրաքանչյուր ընտրություն, որ մենք կատարում ենք ինչ-որ մեկին օգնելու համար, որքան էլ փոքր թվա, ունի փոփոխության ալիքներ ստեղծելու ներուժ, որոնք գնում են շատ ավելի հեռու, քան մենք կարող ենք պատկերացնել։ Գայանեն, հետելով քրոջը, ով խոսում էր այդպիսի պերճախոսությամբ իմաստությամբ, զգաց հպարտության հիացմունքի մի խառնուրդ, որը լիովին փոխարինեց նախանձի զգացմունքներին, որոնք մի օր տածել էր։ Նա սովորել էր, որ արտասովոր քույր ունենալը չէր նվազեցնում իր սեփական հատկանիշները, այլ ոգեշնչում էր իրեն զարգացնել իր սեփական եզակի ներուժը։ Տիգրանը, ներկա լինելով տոնակատարությանը իր սեփական ընտանիքի հետ, որն այժմ ներառում էր 2 որդեգրված երեխաներ հիմնադրամի կողմից սպասարկվող համայնքներից մեկից, խորեց այն մասին, թե ինչպես էր Անիի նկատմամբ այդ դեռահասական հետաքրքրությունը դարձել հարգալից ընկերություն վերափոխիչ ազդեցություն իր սեփական կյանքում։ Քանի որ գիշերը առաջանում էր, հյուրերը կիսվում էին վերափոխման իրենց սեփական պատմություններով, պարզ դարձավ, որ հիմնադրամի աշխատանքի ազդեցությունը վեր էր վիճակագրությունից կամ հաշվետվություններից։ Այն ստեղծել էր մի համայնք կազմված մարդկանցից, ովքեր նվիրված էին կայուն սոցիալական փոփոխությանը, արդարությանը, հարաբերությունների մի ցանց հիմնված մարդկային արժանապատվության հավասար հնարավորությունների ընդհանուր արժեքների վրա։ Անուշը, հետելով իր շուրջը կատարվող ամեն ինչին, գիտեր, որ գաղտնիքը այսքան տարի պահելու իր որոշումը հիմնված էր սիրո Անին պաշտպանելու ցանկության վրա։
Հիմա, տեսնելով այն ուժեղ իմաստուն գնոջը, որին դարձել էր իր դուստրը, հասկանում էր, որ ճշմարտությունը, որքան էլ ցավոտ լիներ սկզբում, միշտ առաջարկում է ամենահաստատուն հիմքը կառուցելու համար իսկական տագան հարաբերություններ։ Պատմության ավարտ։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ անի պատմությունը ձեզ խորապես հուզեց։ Մի քաչ երիտասարդ աղջկա այս արտասովոր ճանապարհորդությունը, ով բացահայտեց, որ կյանք փրկելը կարող է վերափոխել շատ ավելին, քան մենք պատկերացնում ենք, մեզ հիշեցնում է, որ բարության յուրաքանչյուր արարք կարող է սկիզբ դնել աներակայելի փոփոխությունների։ Հաղթահարման, ընտանիքի վերափոխման մասին նույնքան հուզիչ պատմություններ բացահայտելու համար մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին։ Թողեք ձեր հավանումը, եթե այս պատմությունը ձեզ ոգեշնչեց, մեկնաբանեք, թե անի ճանապարհորդության որ մասն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք բերում ենք եզակի պատմություններ, որոնք ուսումնասիրում են մարդկային հարաբերությունների գեղեցկությունն ու բարդությունը։ Հանդիպում ենք մեկնաբանություններում, սպասում ենք ձեզ մեր հաջորդ պատմության ժամանակ։